Շատ մոտ չենք իրար։ Չէ։ Կարող խփենք ֆիզիկական բռնությունները։ Չէ, դե։ Չէ։ Ինչպես եք վերաբերում ֆիզիկական բռնությանը հաշտում։ Մեկ, դավայ, սկսենք։ Բարև, դու այնտեղ խոսում ես։ Չէ, դե կարանք ընթացքից սկսենք։ Մենք ուզում ես քո YouTube-ի համար։ Չէ, ես հատում։ Չէ, դու տեղ կգտես, տեխնիկը սանջատեմ, եկել սա թարսա միշտ զանգում են։ Կմտածեր, որ այն երկրորդ կուրսեցի զիբիլ թափողը մի օր կգաստեղ քո հետ հարցազրույցի։ Չէ, տենց ենք սկսում, հա։ Դե ոնց կուզես։ Լավ, սկսի, դավայ։ Հայսուրբը քանի տարի այստեղ ես արդեն վանքում Հայսուրբ։ Հրեշտակապետացին, որ նվիրել ես կյանքդ։ Հրեշտակապետաց 2006-ից եմ տեսուչ, 2009-ից բնակվում եմ հենց վանքում։ Հայսուրբ, մի մոռացի, որ մահկանացուի հետ ես խոսում, որ ասում եմ քանի տարի ես այստեղ կյանքիցդ տվել, որովհետև երբ որ դու ասում ես 2005-ից, ես շատ վատ եմ զորել։ Ես պիտի դնեմ sense մատերով հաշվեմ, թե հիմա քանիսը ալնում, այսինքն 20 տարի արդեն։ 20 տարի տեսուչ եմ։ Հա։ Այդ է։ Որովհետև ես հիշում եմ, ես երբ ուսանող էի 10 թվականի վերջում 11, երբ որ եկա հրեշտակապետացում, շատ խառը վիճակ էր։ Այսինքն սենյակները չկար, վանքներ նոր ոտքի կանգնում ու մենակ Սևան Սրբազաններ էստեղ ու հրեշտակապետացը մեղա Աստծո ինչ որտեղ կարելի ասել անշուք էր։ Հա, անշուք էր, որտեղ ոչ ոք չէր ուզում գալ այստեղ։ Իսկ հիմա ոչ ոք չի ուզում գնա առանց տեսնելու։ Իսկ առաջ ոչ ոք չէր ուզում գալ։ Դե ճիշտն ասած Արթուր, գիտես, այն ժամանակ շատ ուխտավոր չէր գալիս Հայաստանից, հետո երբ որ սկսեց հոսքը ուխտավորների, նամանտ այս մենք հիմա նստած ենք Սուրբ ծառի տակ, հրաշագործ ծառի տակ, որը ավանդությունը պատմա, որ Քրիստոսին կապել են այդ ծառին եւ հենց այս ծառից։ Հենց այս ծառի, հա, այո։ Իբր չգիտեմ, էլի հարցնում։ Հա, ծառին կապել էին ու հրաշագործ այն բանը, որ չբեր կանայք զավակ են ունենում այդ պտուղը ճաշակելով։ Հենց ծառի պատճառով է լինում այդպես։ Հավատքի, ավելի ծառի պտուղներից, որտեղ Քրիստոսն էր կապված։ Ուրեմն, որ այդ հոսքը սկսավ Հայաստանը բացվեց ճանապարհները գալ, նոր դառավ հայտնի հրեշտակապետաց այն իմաստով, որ այստեղ գալիս են մարդիկ, արդեն ես 97 թվականից եմ Երուսաղեմ, ինչքան լսել եմ միշտ, երևի 1000-ի չափ ավել կլինի դեպքեր, որ մարդիկ բուժվել են, այսինքն զավակ են ունեցել։ Այսինքն 1000-ից ավել երեխայի փաստ կա, մենակ դուք ես պատմելը այսինքն կլինի, այդքան կլինի էլի։ Հավատքի միջոցով 1000-ից ավել չբեր արգան զավակ ունեցել։ Այս վերջերս էլ օրինակ օտարները արդեն դրսից իրար լսելով քրիստոնյա եւ նույնիսկ այլազգի ոչ քրիստոնյա մուսուլման բան հрьяաներ դիմել են եւ ունեցել են զավակներ, փառք Աստծո, դա հավատքի հարց է, էլի, շուքը ոչ թե մեր ներկայությունն է կամ մեկի բացակայությունը կամ ուրիշ կամ դրանից կախված չի, կախում ունի այս հրաշագործ ծառից, որ մարդկանց քաշում է այստեղ։ Բայց Հայսուրբ, ես գիտեմ, որ դու Տաթևացուն ես շատ լավ ճանաչում, ու ես այսպեսի մի հարց ունեմ։ Շատ մարդիկ այսօր չեն ճանաչում, երբ որ ասում ես Տաթևացի, ասում են հա լսել են կամ միգուցե լսած լինեն, բայց շատ հետաքրքիր մի փաստ կա, տեսեք, ծառից չբերություն է բուժվում, բայց չմոռանանք, որ ծառերը արարչագործության հեզերն են։ Դա Տաթևացին ասում։ Ինչի համար, որտեղ ասում են, որ ծուռք, հա։ Այո, ծառ-ծուրկ իրենք արարչագործության հեզերն են։ Իրենք Աստծո հրամանը ուղիղ կատարողներն են, ինչ ուզում է լինի։ Հրդեհն էլ գա անտառին օրինակ, ծառերը չեն փախչում։ Կացինով որսորդը պետք է ծառին կտրի, ծառը չի փախչում, ինքը այնտեղ է որ մնում է, բայց միևնույն ժամանակ վերջին շրջանում մարդիկ հասկացել են, թե ինչքան կոմունիկացիա կա ծառերի մեջ, որ իրենք էլ կենդանի օրգանիզմներ են, ովքեր իրոք շփվում են իրար հետ, բացի թթվածին արտադրելը։ Իրենց լեզուն ունեն, իրենց կյանքով են ապրում։ Ու ըստ ձեզ ոնց է լինում, որ հենց ձիթենու ծառի միջոցով պիտի անպտղությունը բուժվեր, որ չէ՞ որ անպտղությունն էլ մահվան պես բան է, չորացած հովիտ է մարդը, պտուղ չունի։ Դե նախ ասեմ, գիտեք, Տաթևացի ասեցիր, կապը կա, որ օրինակ տենց մի ինչքան գիտեմ ժողովրդի մեջ խոսք կա, որ Սուրբ Գրիգոր Տաթևացու բարեխոսությամբ իր գերեզմանի մոտ որ աղոթում են, նույնպես չբերության
հարցեր կա ոմանք, այսինքն տենց լսել եմ։ Ու դա ես կապեցի նույնիսկ մատուր այստեղ պատրաստեցի, Եթե որևէ մեկը կա, եթե որևէ մեկը դրա վկայությունն ունի, թող մեզ լուր տա։ Թող գրեն, ուրիշներին օրինակ։ մատուր արեցի, Սուրբ Գրիգոր Տաթևացի սենյակներից մեկը, որը մեր հրեշտակաբաց եկեղեցվո արևելյան կողմի, խորանի կողմի սենյակ էր, մենք որոշեցինք, որ այնտեղ սենյակ չի լինի բնակելի անել, ուխտավորների համար որոշինք տենց մատուր անենք Տաթևացու հետ կապը պահելու, ինչպես դու ասում ես, ծառերը իրար հետ կապ ունենք, այդպես էլ այդ Տաթևի վանքը այստեղ է կապ ունի, նայ ծառերի ձիթենին ձեթի այդ ողորմության խորհուրդը կա, ասես փիլիսոփայինք, նույնը Գրիգոր Տաթևացու, որ Քրիստոսը համբարձվելու է երկինք, համբարձվեց երկինք Ձիթենյան լեռան վրայից, որ համբարձման լեռ է կոչվում, որը ձիթեների շատ ծառեր կար, որտեղ ստորվարի մասում գտնում է Գեցեմանի պարտեզը, որտեղ ձիթենիների այդ ամբողջ այդ շրջանը ձիթենի էր եւ Տաթևացին բացատրում է, որ երկինք ձիթենի խորհուրդը ողորմությունն է, որը երկինք բարձանելու ճանապարհը միայն ողորմությամբ է։ Դու կարող ես շատ գործեր ունենաս, շատ ինչ-որ բաներ անես, բայց ողորմության հոգի չունենաս, դու երկինք չես մտնել ու դա Տաթևացին ասում է ծառը։ Դրա համար էս ծառն էլ, եթե տենց խոսանք, մի քիչ Տաթևացու տարբերակով փիլիսոփայական այդ բանով, միգուցե դա ողորմություն է մարդկանց համար, բայց նաև մեր Տերն է կապվել, ավանդությունն է պատմում, նախ ասենք, որ այստեղ Աննա Քահանայապետի տանտեղն է, որտեղ Քրիստոս, երբ որ Քրիստոսին բերեցին Գեցեմանից Աննա Քահանայապետի մոտ եւ ավանդությունը պատմում է, որպեսզի Քրիստոս չփախնի, կապեցին ծառին, չորացած կոտուկ էր։ Եվ այդ ծառը ի վերջո կենթանանում է, օրինակ ձիթենի ծառը ինքը մոտ 3000 տարի, 2000, 3000 տարի ապրում են։ Որովհետեւ Աստվածամորթ աճարում են, դեռ միաբաններն ասում են, Տեր Հայրն, Տեր Տիգրանը, արմատը մնում է, ճյուղերը նորոգվում են։ Դրա համար այս ծառերը շատ քաոսաբար է աճում, շատ ասենց որովհետև չեն կադրել, թողել են ինքը Բայց ինքը իրավունք ունի քաոսաբար աճելու, ինձ թվում է։ Ինքը միակ ձիթենին է, որ ինչ ուզի կարա անի։ Դե ստեղ գալիս ենք այդ ծառի բանն է, որը նաև զեթը, զեյթունը ողորմության, որովհետև հունարեն բառը կա կիրելեյսոն, որը Տեր ողորմյա, էլեյսոն, էլեյ, այդ էլեյ յուղ ձեթ բանի խորհուրդը կա։ Իրար հետ այդ կապը կա, էլի։ Քանի ասիկ ասեմ, այսօր կարևոր է, չէ՞, որ մենք հասկանանք, որ անկախ ամեն ինչից հայ առաքելական եկեղեցին, հույն աղոհար եկեղեցին, մենք քույր եկեղեցիներ ենք։ Ու անկախ վարդապետների մեջ եղած միմյանց հանդեպ աստվածաբանական տարաձայնությունները, մենք հավատացյալներս իրավունք չունենք միմյանց դեմ լարվելու։ Այլ սիրով պիտի լծվենք իրար հանդեպ։ Ինչ կասես։ Նայ, մենք մեր վարդապետներից մեկը Սարգսակը ինքը հետաքրիր բան ասում վարդապետ թե Սարգսակ։ Ինքը տենց է Սարգսակ էր կոչվում։ Անվանում, ինքը Սարգսակ, ինքը վարդապետ էր։ Ինքը ասում է, որ մենք որքան ուզում ենք ձեզ գրկել, սիրով ընդունել, ամեն ինչ sense, բայց դուք նորից մեզի վանում եք, էլի, որը մենք մեր ժողովուրդը այդ տառապանքի ցավի բանը ունի, դրա համար բոլորի հանդեպ եւ բացի այդ էլ որ ցավի տառապանք ունի, մեր ժողովուրդը հին ժողովուրդ այն ծերացած ինքն մեծահոգի բանը կա։ Արդեն իմաստության փուլի մեջ անում։ Հա, ունի ինքը միշտ այդ ձևով է մոտել, բայց երբ որ մենք մոտեցել ենք, միշտ մեր հանդեպ մոտեցել են բանի պես, գիտեք, ինչի պես են կայսրական ոտնձգություն, նաև կրոնական տեսանկյունից, որտեղ կայսրությունների համար գրավելու բանը տարբեր նաև կամ զենքով կամ խոսքով, այսինքն կամ գաղափարական բանով էր, որ գուզեցել են մեզի գրավել, որ դառնանք իրենց ենթակա, միջև հիմա էլ է դա արվում։ Դրա համար մենք ինչքան էլ որ փորձում ենք լավ լինել, բայց այն ասես մի հատ խոսք ասում, Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք, այսինքն մենք այդքան Քրիստոսից սիրող չլինենք, մենք սիրում ենք, չարություն չենք անում, բայց երբ որ քեզ գալիս է, քեզ ցավ է պատճառում, քո հոտը ուզում է քեզնից վերցնի, դու չես կարա սիրով, այդ սերը ինչպես կարաս։
դու կոպիտ ասած ինչ որտեղ դու ես ցույց տալիս ինքնապաշտպանություն դա ատամ պիտի ցույց տաս ինքնապաշտպանություն պիտի հա մենք միշտ երբեք հարձակվողական չենք եղել թե մենք լինեինք մենք այսօր կտիրեինք աշխարհով բայց մենք այդ բանը չենք ունեցել կամ վատ է թե լավ է թե վատ է այսպես ըստ քեզ որ մենք միշտ պաշտպանվողի դերքում ենք թե մեր պետական առումով ազգայնական ձեռքբերումների առումով կամ թե հոգևոր դաշտում դա տարբեր տեսանկյունից կարելի է նայել լավ է այն իմաստով որ դու բան ունես պահելու աշխարհը այնքան չարաչարությունը շատ որ դու այն գանձ ունես դու պահել ես ու դու տալիս ես նրանց ով ուզում է բայց դու այդ պահում ես դու այդ պաշտպանողական դիրքի մեջ ես հեշտ է պաշտպանելը քան թե նվաճելը դրա համար երևի եթե մենք նվաճեինք մենք կկորցնենք մենք ինքնուրույնությունը մենք կծուլվենք ուրիշների մեջ հենց այդ է ես միշտ ասում եմ որ քրիստոնեությունը հենց քրիստոնեությունը մեզ պահել է օտար այսինքն հեթանոս եւ հետո իսլամ նվաճումներից իսկ մեր աստվածաբանությունը պահել է մեզ ուրիշ քրիստոնյաներից ձուլվելուց դրա համար մեր այդ յուրահատկությունը ոչ թե մեր տկարությունն է, այլ մեծությունն է։ Մենք որ խոսեցինք Գրիգոր Տաթևացի մասին, գիրք հարցմանցի մեջ ասես մի երկխոսություն է, ասում է շատերը քննադատում են, ասում են դուք ճշտբան եք էլի, ասում է մենակ եք մնացել, բոլորը նայեք, բոլոր իրար հետ, բանից դուք մենակ եք, ինքը ասում է ճշմարտությունը մեկն է, սուտն է բազում։ Հա Իսկ ճշմարտություն մարդկային փիլիսոփայության մեջ էլ ասում են առողջությունն է մեկ, հիվանդություններն են տարբեր։ Մարդիկ էլ կարելի է Քրիստոսը էլ ասում ինքն է մեկ ճշմարտությունը, դրա համար մենք միշտ Քրիստոսի ճանապարհն ենք վերցրել։ Եվ Քրիստոսի ճանապարհը վերցնելով մենք նվաճել ենք սիրով, մեր մշակույթով։ Քրիստոս է ճանապարհը, չէ՞։ Հարց շատ մարդկանց կողմից։ Եթե Քրիստոս է ճանապարհը, ինչ կարիք ունեմ ես միջնորդի։ Եկեղեցու, հոգևորականի, ցանկացած քահանայի։ Քրիստոս է, չէ՞ ճանապարհը։ Ես ունեմ Քրիստոս իմ սրտում, ես ունեմ Աստված, ես աղոթում եմ, եկեղեցի գնալու կարիք չունեմ, քահանայի կարիք չունեմ։ Ինչի համար ինձ պետք միջնորդ։ Միջնորդ ինչ ես հասկանում ես։ Իմ եւ Աստծու մեջ, եթե Քրիստոս է ճանապարհը, ես ունեմ Քրիստոս։ Ինչու են քահանաները։ Ես ինչու պիտի քահանան ինքը ձևով նայել նորից եմ ասում, միջնորդ ինչ ես հասկանում։ Որ մարդու եւ Աստծո հարաբերությունների մեջ քահանան եւ եկեղեցին կա։ Եթե Քրիստոս է ճանապարհը, ինչի համար ես պիտի քահանային լսեմ։ Դու պատարականում ես։ Չէ։ Ինչու։ Պետք չի։ Ոնց է պետք չի։ Հորա։ Եթե դու պետք չունես միջնորդի, ինչու պատարակ չես անում։ Չէ, պատարակ չեմ անում, բայց ես աղոթում եմ, իմ արած սխալները գիտակցում եմ, իմ խիղճին հուշում եմ։ Սխալի գիտակցության հարց չէ։ Դու ինչու ես պատարակ չես անում, եթե դու ինչի անեմ։ Պատարակ ինչ կտա ինձ։ Ուրեմն դու եկեղեցի չես գնում, պատարակի չես գնում։ Ես գնում եմ, բայց այն մարդը որ հարցը տալիս է չի գնում, որտեվ իր մեջ Աստված կա։ Ինքը կարիք չունի եկեղեցու ու եկեղեցական։ Բայց այդ Աստվածը ով է։ Ինչ գիտենք Աստվածա, թե չէ, որտեվ ինքը վստահ է։ Չէ, հիմա այդ մարդուն հարցնես այդ Աստվածը քեզ ինչ է ուզում քեզանից։ Ինչա պահանջում, չէ, Աստված կա, կենթանի է, կա, որ ինչ-որ տալիս առնում է, ժամանակին խոսել է ուղակի Ադամ Եվայի հետ, հա, հետո մեղքը մեջ չէր խոսում, հետներ նստում, ոնց որ հիմա մենք նստած խոսում ենք, հա, հետո մեղքը գործեց, սկսեց մարգարեների, ընտրյալների հետ խոսել, հրեշտակների միջոցով խոսել, հետո մարգարեն, հետո վերջի ժամանակ ինքը Քրիստոս եկավ։ Մեզի Մովսեսի օրենք եւ այլն, հիմա այդ Աստվածը, որ այդ մարդու մեջ է, ինքը ինչ է, մենք ինչ գիտենք այդ Աստված ինչ է, ով է, ինչ է խոսում։ Ով որ ինձ հուշում է, որ ես բարին անեմ, երբ որ մեղք եմ գործում, ես ինձ լավ չեմ զգում, այն Աստվածա, որ ինձ միշտ հուշում է, օգնում է, որ ես ավելի լավը դառնամ։ Այդ հումոր կա այն Վարդան Պետրոսյանը կրակի մեջով թե ինչ, ասում է Աստված մի հատ ռադիո է դրել մեր մեջ, այդ ռադիոյով խոսում է, էլի։ Այսինքն խիղճ է, հա, այդ ռադիոն է, հա։ Ինչ կարա տա ինձ եկեղեցին, որ եթե, չէ, absolute ինչ կարա տա ինձ եկեղեցին, որը որ Իրանից բացի ոչ ոք չի կարա տա։ Եկեղեցին հենց նրանով է տալիս, որ շնորհներն է տալիս եւ խորհուրդները։ Նայ դրա համար քեզ հարցի դու պատարակ անում ես, ասիր չէ, չէ, մկրտություն անում ես, չէ։ Եթե տենցա դու ինքդ քեզ կան, որ իրանք ջրափոսի մեջ ամենուրեք մկրտություններ են անում։ Դե իրանք կարան շատ բան անեն, բայց այսօրվա դրությամբ կա եկեղեցի, որը Քրիստոսի հիմք, Քրիստոսն է հիմնն է իր առաքյալներով, հա, հիմնել, բերել, հասցրել է, օրինակ մենք վատ լավ հասել է այսօր այստեղ կա։ Ոնց է հիմնել։
հիմնել է հիմքը դրեց Պենտեկոստե օրը, երբ Սուրբ Հոգին իջավ, դա եկեղեցու աշխարհամատրանդ խորհուրդներ, նոր առաջի եկեղեցու խորհուրդներ, եւ Պետրոսին էլ, երբ որ Պետրոսը դավանեց, չէ, ասում է դու ես Քրիստոս Աստծո որդի, ասում է այս սրա վրա կկառուցեմ իմ եկեղեցին, չէ, հիմքը դավանանքան ֆիզիկական եկեղեցու գոյությունը դեռևս Քրիստոսը հաստատել։ Այո, որ պիտի լինի։ Ֆիզիկական նկատում ենք այս քարեղեն պատերը չէ։ Դե այն որը որ մի տեսնում է մարդը։ Հոգևոր մարդ տեսնվելով է շարժվում։ Հոգևոր շինությունը 3-4 հոգի, 10 հոգի հավաքվում են, արդեն դա աղոթում են պատարակարում։ Բայց Քրիստոս տվեց այդ ամեն ինչ անել իր առաքյալներին։ Եվ առաքյալները փոխանցեցին այդ շնորհները ուրիշներին։ Այսինքն եթե 3-4 հոգի Քրիստոսի անունով հավաքվեն, բայց առաքյալներից ծերված չլինեն, դա եկեղեցի չի։ Եկեղեցի, նորից եմ ասում, եկեղեցի բառը դա հավաքույթ։ Հավաքույթ է, բայց այն Աստծո Քրիստոսի հիմնած եկեղեցին չի, որովհետև այնտեղ ինքը չունեն այն շնորհը, որը փոխանցվում է առաքելա։ Ինչու ենք մենք ասում առաքելա հիմն։ Դրա համար մենք գալով քո հարցին, որ մարդը միջնորդի պետք չունի։ Դրա համար ասում միջնորդ ինքը ինչ է հասկանում։ Եթե միջնորդ հասկանում է, որ ինքը գա աղոթի, սпасի, գա ինչպես հին ուխտի մեջ գա անասունը կենթանին տա քահանային, անի տանի զոհ մատուցի, հա, իրա փոխարեն Աստծո առաջ աղոթի կամ քահանապետը, որ տարին մի անգամ գնում էր այծը, չէ, մորթում էին, այդ մեղքերը դնում էր իր վրա, այսօր այդ միջնորդությունը չկա։ Բա մեղքերի թողության։ Այսինքն առանց եթե Չէ, այն միջնորդությունը, դրա համար եմ ասում, այդ միջնորդությունը չկա, դրա համար այսօր բան էի կարդում, Տաթևացու մոտ այդ Սուրբ Աստվածի մասին ինքը ասում է, այնտեղ հարց ասում է, իսկ ինչու պատարակի ժամանակ փառավորյալը չենք ասում, օրհնյալ Սուրբ Գույս Աստվածածին, չէ՞։ Ինչու չենք ասում, որտեղ ասում է պատարակին մենք դեմ անդիման Քրիստոսի հետ ենք խոսում, դրա համար միջնորդի կարիք չունենք։ Այդ այսինքն Աստվածամայրը միջնորդ է մեզ համար։ Բարեխոս, միջնորդ էս բառը, այնտեղ ասես բարեխոս, այսինքն բարեխոս ինքը մեզ պետք չունենք, դրա համար մեր պատարակն էլ, մեր պատարակի տարբերություն ուրիշների չկա սրբերի հետ խոսակցություն չկա։ Մենք հիշատակում ենք Քրիստոսի հետ։ Մենք Քրիստոսի հետ ենք։ Դրա համար մեր եկեղեցին, ես միշտ ասում եմ, դա Աստվածակենտրոն եկեղեցի է։ Իսկ դրա համար նորից գալով դրան միջնորդը ինչ է, ինձ պետք չի մեղքերին թողություն տալ, այսօր։ Թողությունը դա տրվածը Քրիստոսից տրված է այդ բանը, որ մարդիկ կարան այդ քահանաների միջոցով ստանալ այդ թողությունը։ Ասեց ում որ արցակեք, ում որ կապեք, կապած կլինի, այդ բանը փոխանցվում է, այդ եկեղեցու 7 խորհուրդ։ Այսինքն քահանաներն այսինքն եթե քահանան իմ մեղքերին թողություն չտա, ես ինքնուրույն չեմ կարող։ Նայ, ստեղ sense բան կա։ Դրա համար Արթուր, գիտես, հասկանում ես, մարդիկ օրինակ շատ որ հարցեր են տալի, ես հասկանում եմ վատի, չասեմ որ ապուշ բառ ասել, բայց տգիտության նշան է։ Դե տգիտություն, առանց գիտություն իմանալու, առանց գիտություն ես էլ եմ բաների մեջ տգետ եմ։ Ես ինչ-որ նյութերի մեջ եմ տգետ եմ։ Բայց այն բաների մեջ տգիտությունը ինչ է, որ տգիտությունը մարդ չուզում սովորի, դա բերում է ամբարտավան տգիտություն, որը շատ ավելի ահավոր ծանր է, քան թե տագետ լինելը, ամոթ չի իմանալը, ամոթը բանա չսովորելը, իսկ երբ որ նմանել մարդը կամակոր Աստվածի մեջ է, լավ, եթե այդ Աստվածը, որը դու իր մեջ է ինքը պաշտում է, ու նույն ես էլ եմ այդ Աստծուն պաշտում, այդ որին ես պաշտում եմ, ինձի բաներ է ասում, իսկ քոնը ուրիշ բան ասում, ուրեմն մեր Աստվածը տարբեր է։ Դրա համար մենք չենք կարող խոսանք նույն Աստծու, ես կասկածում եմ այդ մարդը այն Աստծուն է պաշտում, որը ես եմ պաշտում, որտեղ իմ Աստվածը ինձ հետ խոսում է, ոչ թե ինձ հետ տուն հնստած զանգում խոսում է, այլ խոսում է Աստծու խոսքի միջոցով, աղոթքի պատասխանների միջոցով։ Իսկ եթե ինքը ասում է ես Աստծու հետ խոսում եմ, ինձ միջնորդ պետք չի, դա տգիտություն է։ Դա տգիտություն է եւ ամբարտավանություն է, որտեղ այդ կարգը եկեղեցին Քրիստոս ինքն է ասել է գնացեք, քարոզեցեք, այսինքն դու այդպես դեմ ես գնում Քրիստոսին։ Իրա խոսքին ես դեմ գնում։ Այդ մարդը նկատի։ Հա, մարդը, ով որ չի։ Չէ՞ որ Տեր ասես գնացեք, քարոզեցեք եւ մկրտեցեք։ Դրա համար հարց եմ տալի։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու շատ։ Հիմա հարց եմ տալի, այդ մարդը, որ ասում է Աստվածը իմ մեջ է, ինքը մկրտություն անում է, թե չէ։ Ինքը հաղորդություն տալիս է, թե չէ, որտեվ ինքը միջնորդի կարիք չունի։ Ես էլ կարիք չունեմ միջնորդի։ Աստծո հետ իմ հարաբերությունը ստեղծելու կարիք չունեմ, բայց երբ որ մարդը հավատքի մեջ փոքր է,
երեխա է։ Ինքը ուզում է մեկը, որ իրան տանի դեպի ճանապարհ ցույց տա։ Ինչպես Պողոս Առաքյալն է ասում, չասма օրենքը դաստիարակ էր, որ ինձ տանում էր դեպի Աստված։ Այսինքն մենք մեր կյանքի մեջ ուզենք պետք է ունենանք այդ միջնորդները, ասենց ասեմ, որոնք մեզ տանում են, բայց մի հետաքրքիր բան կա, որ Հովանես Մկրտիչը ասում է ես Փեսայի ընկերն եմ, բայց երբ որ Փեսան գալիս է, ինքը ավելորդ է հարսի մոտ։ Դրա համար քահանայի դերը ինքը այն Փեսայի ընկերն է, որ միջև ինքը հասունանա Փեսային ընկալը։ Բայց մեր կյանքում էլ է այդպես, չէ՞, ասենք տղաները երբ որ սիրած աղջիկ են ունենում, իրանք միշտ ամենամոտ ընկերոջն են խնդրում, որ աշկոտ վրան պայի ու շատ իրեղի ոչ ոք չմոտենա, չնեղացնի միջև գամ։ Երբ որ ամուսնանում է, այլ ընկերոջ խոչի կաչելու բռնող։ Պարզ է։ Չէ, որովհետև շատ դրա համար էսա կներես, որ մարդ, որ ասում է ինձ պետք չի, ուրեմն ինքը մերժում է նաև պարզ մարդկային օրենքները, ուրեմն դու պետք չունես քո ծնողներին, դաստիարակների, դու պետք չունես դպրոց գնալ, պետք չունես, որովհետև դու քո մեջ Աստված կա, դու ամեն բան կարաս իմանաս։ Բայց երբ որ դու մեծանում ես, Պողոսն էլ ասում, երբ որ փոքր էի, փոքրի պես էի մտածում, մեծացա մեծ բաների մասին։ Մենք բոլորս աճում ենք։ Աճելու համար դու եկար այստեղ սովորեցիր, ես էլ եկա այստեղ սովորեցի, չէ՞։ Ես էլ բաներ գիտեի։ Ես տարիքով մեծ եկա։ Ես չգիտեի, ես պատարակը ժամերգությունից չէի տարբերում։ Դրա համար Սահակն ու Հակոբը քնած էին, ես լսարանում պարապում էի։ Ահա, դրա համար ես գալիս էի այստեղ, ես որ եկա, շատ բան գիտեի, շատ ասելով գիտեի, բայց եկա այստեղ էլի բաներ սովորեցի։ Ու հիմա էլ եմ սովորում։ Բայց ասեմ մանակ Հայր Սուրբին մինչև հիմա ես իրան կոմպիդեմից եմ զորով բերել այստեղ խոսելու, որովհետև գիրք էր թարգմանում, որ միշտ իրան ասում եմ Հուավեսին է, վալա։ Լավ, շատ մեր թերությունն է։ Հիմա էսա, դրա համար այն մարդիկ, որոնք ասում են, դա մտածեն, էլի, դա տգիտության հարց է, կամ էլ գիտես, ամբոստությունն է։ Բայց տգիտության թերությունը չեն ուզում, ամբոստությունն է քահանային, կներես այդ բառը ասեմ, աբիժնիկ վիճակ է, ինչ-որ նեղացել են կամ ինչ-որ տե բան են։ Հա, բայց տեղին են նեղացել, Հայր Սուրբ։ Երբ որ դու գնում ես օրինակ մկրտության, ու դու տեսնում ես, որ մկրտությունը կատարվում է ոչ թե ի խորհուրդ, այլ կատարվում է ի հանգանակություն։ Այսինքն դու դեռ մկրտությունը չես սկսել, քո զրուցում ես քահանա հետ, անկեղծ ենք խոսում ես ամեն ինչ, որովհետև դա մի հատ շատ կարևոր բան։ Դեռ չի սկսել մկրտությունը ու քո հետ մամոնայի մասին են արդեն խոսում, մամոնան փողը։ Արդեն դու նախորոք ոնց որ մենյուից բան ընտրես ինչ որ քեզ ասում են մկրտությունն արժե այսքան, չէ՞ որ ձրի տվել է ձեզ։ Ձրել պիտի առնեք։ Դրա համար է մարդը աբիժնիկ չի, մարդկանց պետք է հասկանան, մարդը Ռիմյան հայրիկի մտել անդեղ ու էտա տեսել։ Ինչքան հիշում եմ Ռիմյան հայրիկի մոտ ասես մի բան կար, որ ասում է դուք հոգևոր դասը, օրինակ վանական բանի մեջ, երբ որ մայրաթոռը վերցնենք, չէ՞, վանական ինքը հաստատություն է Երուսաղեմը։ Հսկա համալիրներ են մտնում, օրգանիզմներ են։ Չէ, հարցը ինչն է, վանական կյանքի մեջ կուսակրոն հոգևորականները իրենք այն կարիքը չունեն ինչ որ ունի պարզ Տեր հայրը։ Ահա։ Այսինքն ծախսերի, ընտանի հոգսա, հոսանքի, այս բաները վանական համալիրը, պատրիարքություն, բանը, կաթողիկոսարանը, բան ինքը այդ հոգսերը հոգում է։ Բայց քահանաների պարզ ծխական քահանաների այդ հոգսը նաև իրենց վրա է։ Ու ստեղ մի հատ բան կա, անհասկացողություն կա, երբ որ մարդը ծխական կյանքի մեջ է, այդ ընտանիքի մեջ է, մարդկանց ասած։ Ինքը հավատացյալ է նկատվում, ինքը եկեղեցի է գալիս, ինքը մասնակցում է եկեղեցու կյանքին, այդ ամեն ինչին, իր մոտ այդ խնդրումը չի առաջանում։ Ես հələ չեմ հանդիպել, որ հավատացյալը, որ ինքը գալիս է, ինքն է հակառակը ուրախալում, ինչ որ տեղ հələ մի բան մտածի, ինչ որ իր քահանային հոգը, հոգա, հիմա այդ քահանայի մեղքն է, ինչա, բայց ինքը այդ օգտակար է գիտակցաբար, որովհետև ինքը մտածում է, բայց այն մարդը, որ տարին մի անգամ է եկեղեցի գալի մկրտության ժամանակ, երևի քահանան էլ sense նայում է, ասում է, այսքան է դրամը կտաս կվճամ, օրինակ ես Գերմանիա գնացի, մարդիկ ինձ միջև այդ Գերմանիա որ գնացի ինձ գրել էին, բա Գերմանիա քանի անգամ տեղ ենք եղել, գնացել ենք, ասել ենք երեխուն մկրտի, ասել են այսքան գումար ենք ուզում, չեն էլ ամանչում 300 եվրո են ուզել, ինչ են արել, չեն ամանչում, ես էլ ասի դե ես չեմ կարող ասեմ ու գնացի Գերմանիա, այնտեղի տեր հայրերին ասի տղեկ կաներեք էլի sense բան կա հարց կա մի հատ հարց կա էս ինչա ասեց Հայսուբ ջան ասեց մեր մոտ ստեղ ներքին բան կա ով որ ծխական
համայնքի մեջ է, ինքը ինչ-որ սիմվոլիկ համավճար է վճարում։ Կոպեկներ են ասում։ Ու այնտեղ կարծեմ եկեղեցի այդքան հայկական չկա, մարդիկ ցիրուցան են եղած քաղաքներ, տարբեր քաղաքներում, ու հիմա ինչ է տեղի ունենում։ Այս քահանան պետքա մկրտի կաթոլիկ եկեղեցին վարձում, պատարակ անելու եւ մկրտություն անելու։ անելու։ Եկեղեցի այսինքն։ Այնտեղ կարծեմ կարող է միտեղ լինի, չգիտեմ, բայց որոշ բաներում չկա։ Այս տղաները ասում է հայսու պետքա մի քաղաքից այդ նստեն տրանսպորտը, այսինքն տրեյնա, մեքենա, ծախսերա, հյուրանոց պետքա գան ինչ-որ տեղ մնան, 2 օր մնան գոնե գիշերը, հաց ուտեն, բան անեն, իրան գալիս հաստում են, այդ գումարը, որ ուզում են, այդ ծախսերի բանն է։ Ու սրանք մենք չենք տա, դուք պարտավոր եք անել։ Իսկ եթե ծախսերը չկա, Արսուփ։ Իսկ ծախսերը չկա, ես ասեմ, ծխական բանով, ծուխի բանով իրանք ասած անդամավճար են վճարում, իրանցից դրամ չի առնվում։ Այսինքն այդ համակարգը դրված ու այդ մարդը որ դրսից գալիս է, այդ մարդու մեջ այդ թողինքը մտածի, որ ինքը լավ քահանային չուզում ինչ-որ գումար տա։ Այդի ժլատության հարցն է, բան կա, բայց մյուս կողմից էլ այո, այդ անհասկացողությունը երկկողմանի։ Չուզողություն չկամեցում։ Բացի այդ էլ նայ պարզ բան էլի, հիմա այդ երեխուն որ մկրտում են, չէ՞, օրինակ, մկրտություն հետո գնում են ռեստորան կամ հարսանիք, մեծ հազարավոր ծախսեր են անում, բայց շուրտը հանեն մի $100 ընդհանուր տնեն կանեն, այդ իրանց համար շատ է։ Դուք սաղ սկսում են հիշել, որ դուք սենց եք, դուք նենց եք։ Երևի մարդիկ մոռանում են Տեր հայր, որ քահանայի մի հակ հոգ տանողը հենց այդ մկրտություն անողն է։ Ոչ ոք չկա էլ։ Չէ։ Ինքն է իր աստված եւ իր հոտը։ Նամանդ գյուղերում քահանաներ կա, որոնք ծուխը փոքր է, մի երկու հատ տատիկ պապիկ սպասում են մեկը մահանա, կներես էլի ցավոք սրտի։ Տենց է ստացվում, մարդիկ կներես սոված նստած են, ստիպված քահանան կարող գնա մի հատ գործ անի։ Շատ դեպքեր ենք ունեցել, չէ՞, Տեր Հայսու ջան։ Մոտ մի 15 տարի առաջվա բաներ մենք ունեցել ենք քահանաներ, որ շատ վատ են ապրել, շատ վատ։ Նույնիսկ ես դեպքեր գիտեմ, որ երեխան է մահացել նորածին վատ պայմանների պատճառով, երկար տարիներ ձգել են մինչև ոտքի են կանգնել։ Մարդիկ եղել են հանձնվել։ Շատ բաներից է գալիս, փորձությունը, եթե sense խորանաս, մտածես քահանայի փորձությունը, ինչքանով է ինքը կարող, բայց ինքը եթե մենակ լինի դյուրին է, բայց երբ որ տանստես կին երեխայի համար նաման կինն էլ սղոցող կին կարող է լինի, ոչ բոլորն են սղոցող թե սղոցով։ Չէ, սողացող չէ, Չէ, սղոցող թե սղոց։ Սղոցել եւ այլն, կարա այդ քահանային, չէ, դու sense նահեն մյուս Տեր հայրը մեքենա առավ, այս բանն ան դու քո ծուխը, չէ։ Սա էլ կա ու այս Տեր հայրը ստիպված գալիս է, ասում է ինձ այսքան փող կտաս կանեմ, մյուսը ստիպված է ինչ էլ տան կանի, իսկ երբ որ բան կա, ես մենակ մի բանը չեմ բնա, ես հիմա կասեմ, երբ Տեր հայրեր կա կլսեն, թող անդրադառնա, ես շատ նեղվեցի, երբ որ տեսա պատարակի ժամանակ որոշ եկեղեցիներում, պատարակ, այո, հաղորդությունն է գնում, քահանը հաղորդություն է տալի, ես պատարակի չէի, կողքս բերին բնակներին մարդիկ հաղորդություն առնում, փող են դնում, ես հետո ասեցի դուք ինչ այս, դուք հաղորդությունը փողով եք տալիս, ջղայնացա, արտահայտվեցի հետո բան արեցի։ Բայց չէ՞ որ ես սպասին, եթե չխոսանք, էդ էլ կդառնա։ Դառնա ուսես այսինքն ինչ որ բեյջիկ քեզ կտան կամ չիպ կունենաս, այդ չիպը մինչև չճտցնես չես կարա սկիհին մոտենաս։ Դե հիմա չգիտեմ, էդի պետքա ժողովուրդը ինքը փող չտնի։ Ինքը գիտակցի, որ ինքը եկել է հաղորդություն։ Չէ, բայց ժողովուրդը չէ, որ ինքը հովի կարիք ունի։ Հոտը նա է, նա չի։ Իսկ սկզբանե կարգվել է հովիվ, չէ, ոչ թե հոտ։ Բայց այս բանը ես չեմ տեսել, վերջի 1-2 տարին եմ նկատել։ Բայց չէ, ես կարծում որ դրա պատճառն է Հայսուփ ջան, որ չի քննարկվում այդ հարցը ու հասկացվի ինչ արվի, որ ավտոմատացվի, որովհետև անկեղծ էլի խոսենք։ Ոնց է լինում, որ կուսակրոն վարդապետները այս հենց ապրում են, իսկ քահանաները չունեն։ Ես ոչ մի կողմին չեմ պաշտպանում։ Վանական ես իմ քիթը չեմ խոթում այդ ամեն ինչը։ Ես այդ հարցը բարձրացնում եմ որպես հասարակ քաղաքացի եմ, որ ապրում է, բայց Փարք Տիրոջը քրիստոնյա եմ ու ապրում եմ Հայաստանի պես երկրում։ Բայց ոնց է ստացվում, որ եպիսկոպոսները, աբեղաները շատ լավ կյանքով են ապրում, հարցը այդ 200,000 դրամ ավելի չի։ Հավատքը շատ է։ Հավատքը շատ է, այդպես է կարծում։ Չէ, միշտ այդպես է ստացվում, միշտ այդպես է ստացվում։ Կուսակրոններն ավելի լավ կյանքով են ապրում ֆինանսական տեսանկյունից, քան քահանաները, բայց քահանաներն ավելի մեծ աշխատանք են տանում, քան կուսակրոնները, բայց պաշտոնը մնում է պաշտոն, այսինքն հիերարխիան եկեղեցական, վարդապետական չես համեմատի, բայց ծանր լուծը
Եզը, գութանը քաշող եզը քահանաներն են։ Մարդկային գործոնն է, Արտուր, մարդկային գործոն կա, ընկերս մի հատ գիրք կա տպեր ռուսերենով, հինուխտի տաճարի турքի մասին։ Տասանորդ որպես այդպես, չէ, ուրիշ турք։ Турքը, որ Մովսեսն կռապաշտության համար, այն ցուլին պաշտելու համար турք դրեց, որ ամեն մի 20 տարեկան հрьян որ դառնում է, ամբողջ կյանքի վերջ, տարին մեկ 7 գրամ արծաթ պետք է տա։ Կես շեքել, այդպես էր կոչվում, եւ այդ турքը, հետո կոպեկ դառավ այդ турքի մասին է։ Հիմա այս բանի մեջ մենք վիդեո արեցինք ռուսերեն, ով որ կուզենա, ես հետո կդնեմ։ Հաստատ կուզենամ։ Հա, ռուսերենով է։ Հիմա այնտեղ ինքը անդրադառնում է եւ միայն իր մոտ էլ չես կարդացել էի տարբեր տեղեր, որ Քրիստոսի ժամանակ քահանաներ կային, որոնք տաճարի ոչ թե մեր քրիստոնյայի հրեական քահանաների հոգև այդ քահանաները գյուղերում, այն շրջատեղերում, որ ապրում էին, շատ փերուշան վիճակ, սովից մեռնում էին նույնիսկ, իսկ Երուսաղեմի ապրող տաճարի շուրջը լավ բարգավաճում էին եւ անտեսում էին։ Դե այնքան լավ էին, որ Քրիստոս դրամահավաքներին շուռ տվեց, դրամապողներին դե հիմա ուզում եմ ասեմ մարդկային գործոնը ցավոք սրտի ընկնում է միշտ աշխատում է, որտեվ Պողոս առաքել ասում է, որտեղ շնորհը շատ է, այնտեղ մեղքն էլ է շատ։ Այսինքն սա մի բան է, որը մենք քննենք, չքննենք, պետք է ուրիշ հոգևոր առումով եթե նայենք, սա փորձություն է բոլորի համար, լինի այդ լավ ապրող եւ նեղության մեջ ապրող հոգեորականին փորձություն է։ Գիտես, մի հատ sense բան կա առակած գրքի մեջ է կարծեմ, ասում է Տեր ինձի շատ միտու, որ ունայնության մեջ քեզ մոռանամ, քիչ էլ միտու, որ քեզի չհայույեմ։ Այսինքն չափավորի բանն է, մարդ պետք է միշտ գիտակցի, որ ինչու է Պողոս առաքել ասում է արծաթսիրությունը մայրն է մեղքերել, այսինքն չարյաց բանը արծաթսիրությունը կռապաշտությունն, ագահությունը, որտեղ այդ արծաթի խորհուրդը հետաքրիր այդ բանի մեջ, այդ դրամը, որով իրանք վճարում էին Քրիստոսից առաջ մի 150 տարի առաջ հрьяաները մինչև 20 տարեկան որ տաճարի турքը պետք է տան այդ դեմախ կոպեկը դարավ հետաքրիա բալի նշաններ ինչի բալի հա ցուլը որը ցուլի չէ մարդու կերպարով էր դեմքը բալ բեզեբուղ որ ասում են որը մեր հայկի բելի պատմությունն է բելը բելի նկարն էր այսինքն այդ բելի նկարով իրանք վճարում էին турքը турքն էին վճարում եւ բանին էլ իրանք որոնք դեմ էին այդ բանին Մովսեսը կոտորեց դրանց ու турք դրեց իրանք հերացան նորից այդ турքով այդ միայն այդ դրամով էին վճարում ու եւ իրանք բացատրում էին որ դա մենք որպես արծաթ ենք ոչ թե որպես կուրք ենք բանանում բայց այն մյուս դեպքում էլ իրանք այն մյուս դրամը որ դինարի վրա որ կայսերի նկարներ չէ որ ասում է կայսերի նկարներ կդրած այդ դինարներ իրանք չէին վերցնում այնտեղ կուրքա աբսուրդ էր այսինքն արծաթասիրությունը ինչի է տանում հասկացար ինչ բան է տամ դրա համար այսօր խոսել ասել ես ասում եմ ասեմ մարդիկ պետք է հասկանան էլի եթե ինքը լավ ծոփ կյանք ապրում ինչ որ օգտվում է այդ ամեն ինչից ինքը աստծո է խնդիր ունենալու ի վերջո իսկ այն մյուսներ որ տանտանջումա դժգոհել է այնա դրա համար այսին են հարցը հիմա դնեմ ինչու է ասենց չեմ կարա դա մարդկային գործոնն է մենք ստեղ ուզում ենք հասկանանք որտեղ ասում եմ այն վաղտից եկել է չի մարդիկ միգուցե չարացած են դրա համար են մտածում որ ոչ ոք պետք չի իրանց միջնորդ բայց որ ինչ որ տեղից չարացել է ինչ որ տեղից չարացել է այդ մարդը չէ տեսել է ինչ որ բան որևէ քահանայից որևէ վարդապետից ու չարացել է այստեղ հարցը ոչ թե չարացողին արդարացնելն է այլ գաղափարը որ միթե եկեղեցի ինչ պիտի գնա բերի ոչ թե սպասի թե երբ կգա հավատացյալին եկեղեցու դերը հետ էր Քրիստոս ուղարկեց գնացեք քարոզեցեք եւ մկրտեցեք այսօր ցավոք սրտի ես հաճախ եմ դրա մասին խոսում որ այսօր մեր եկեղեցին չի կատարում այդ իր բանը ոնց ասեմ 30 տարվա մեջ մենք այս չունենք հոգեորական չունենք սա չունենք նա չունենք 12 հոգով ամբողջ աշխարհը շուտ տվեց դե այո այդ բանը կա բայց այդտեղ այդ եմ ասում որ մեր եկեղեցին ինքը պատրաստ չէր այս քարոզչության պատկերացա 70 տարի հա սովետի ժամանակ ինքը
պարփակված եկեղեցու մեջ ոնց որ օֆիս էր գալիս էր գործանում գնում էր տուն ու երբ որ այս ամեն ինչը անկախություն եւ այլն այս բաները եղավ եկեղեցին մարդիկ հոգեվոր բաներով վազեցին եկեղեցին կղերականների հոգեոր դատին պատրաստ չէր այդ ժողովրդի հոգսերը հոգալ ոմանք գայթակվեցին ոմանց վանեցին, բան արեցին, միջև նոր սերունդ եկավ, այդ 90 թվական 2000-ի մոտ, որ նոր սկսեցին աշխատել ժողովրդի հետ, բայց մեծ մասը գնաց աղանդավոր դառավ, որովհետեւ գնացին այդ հոգևոր, հիմա ճիշտ սխալ գնացին այնտեղ ընկան։ Սփյուռքի մեջ 70 տարիներ Եղեռնից հետո Սփյուռքի մեջ հոգևոր դասը զբաղվել էր ազգապահպանման եւ ջենոսայդի գաղափարի այդ Եղեռնի ծրված ժողովրդին էր հավաքում։ Հավաքում էր, sense մշակույթային ինչ-որ բաներ ստեղծում։ Դրա համար ժողովուրդը Սփյուռքի մեջ էլ գիտես ինչա գալիս է եկեղեցի որպես իր ազգային մշակ, բայց հոգևոր բանը փնտրում է տարբեր տեղերում։ Ինչու՞։ Որովհետև եկեղեցին չի տալիս այդ բանը։ Ինչի՞ չի տալիս։ Ունի չէ ամեն ինչ։ Ունի, ինձ թվում է դա մի sense ոնց ասեմ, այնպես մի հատ քունայի չէ, sense մի հատ sense բանայի չէ, թմրությունայի չէ, որը երևի աստվածային մի հատ sense երկրաշարժ պետք է ներքին բան լինի, որովհետև երիտասարդները, ես թե արդեն բարիբուն իմաստով երիտասարդ եմ, բայց պատանիները հայ առաքելական եկեղեցու հիմա շատ ակտիվ են դարձել։ Իրենք իրենց կազմակերպվում երիտ թևեր են բացում, իրենք իրենց կազմակերպվում խմբավորումներ են դառնում հենց եկեղեցուն կից, ոչ զատվելու, ոչ բանի համար, այլ ինքնագլուխ այն փոքր երեխան ոնց է, որ արդեն 2 տարեկանը սովորել է ինքը ոնց իր կաթը դնի խմի։ Դա լավ տեղ չի տանի։ Հա այդ նախաձեռնությունը կա պակասից։ Սխալ բաների տանի, բոլոր սխալ բաներն է, չէ՞, ինքնուրույնությունը ամբողջ, Արտուր, ամբողջ խնդիրը այսօր մեր նաև նրա մեջ է, որ ինձ թվում է ծուլության բանն է, այսօրվա դրությամբ ծուլությունն է, ծուլություն կամ բեռնված տարբեր գործերով, օֆիսային աշխատանքով, հա, ցավոք սրտի այդ բանն է։ Մենք օրինակ Երուսաղեմը վերցնենք, մենք ստեղ մեր բանա օֆիսային, այսինքն գրասենյակային բաներ է եւ սուրբ տեղեր։ Այսինքն ժողովրդի հետ այո, մենք շփվում ենք պատարակ բան, sense բաներ կա, ինչ որ Bible study-ներ, բան, խոսել, զրուցել եւ այլն եւ այդ կանոնով սպառվում է։ Հայաստանում էլ կա։ Կիրակտորյա դպրոցներ, բայց շատ անհոգի է ամեն ինչ։ Չէ, ասածս ինչ է։ Դպիներից մեկին կարգում են խոսում է ու չկա Տեր հայրը, զբաղված իր գործերով։ Ես ոչ միտերով չեմ։ Գալիս ասում եմ, կամ ծուլությունն է, կամ էլ մյուս կողմից էլ զբաղված է ուրիշ լծված են ուրիշ բանով, որը եւ պետք է եւ պետք չի։ Կարևոր դրա համար մենք նորից եմ ասում, այսօր մենք խնդիր ունենք միսիոներական քարոզչության բան օֆիս ասեմ ինչ այդ բանի կարծեմ կա մշակույթը վերականգնենք եւ կարևոր մի բան կա որ այդ մեր ուղեղից հոգեվոր դասը պետք է հանի որ մենք այսօր այն ժողովուրդը որ քո եկեղեցին չի գալիս ինքը քոնը չի ինչքան էլ մենք ասենք սա մեր ժողովուրդն է, մեր զավակներն են մերում, ինքնանք մեր զավակը չեն։ Օրինակ վերցնենք այն խմբակները, որ մենք աղանդ ենք ասում, արդեն այնտեղ ձևավորվել է սերունդներ, որոնք երրորդ սերունդն է, որը այն իր կաղա տատիկը, պապիկը մկրտվել էր ժամանակին հայ եկեղեցում, այն մեռոնը կար վրեն, բայց իր զավակը, թորը արդեն ինքը ուղնուցուցով այդ աղանդի մեջ է։ Ինքը կաղապարված, ինքը ձևավորված, ինքը եկեղեցին ատում է։ Եվ եկեղեցին սուրկանել։ Բայց ես կարծիք եմ լսել, որ շատ աղանդավորներ, աղանդավորական խմբավորներ, իրենք հայ առաքելական եկեղեցու հանդեպ շատ լուրջ դիրքավորում ունեն, լավ առումով։ Ու իրենք ասում են, որ հայ առաքելական եկեղեցին անտառի առյուծն է։ Ուղղակի քնած է։ Դες շեշտում են, քնած է։ Դե բնական է, չէ, եթե դու քո եղածին տեր չլնես, ուրիշը տեր կկամենա։ Հենց էսա ասածս ինչ է, որ իրանք այդ բանը չեն աշխատում, որ իրանց հետ բերեն։ Այսինքն ոչ թե աշխատելը, երբ որ ես գիտեմ դու իմն ես, ինչ սա, գգաս մոմդ կվառես, պատարակին կմասնակցես, պսակ թաղում մկրտություն, թմրած։ Վերջ, բայց որ այն որ դուրսն է, դե մի օր գգա էլի, բայց չի գա, դու չես աշխատի։ Առաքելական բանը չկա է, երկսայրի սուրը, որ խոցում էր մարդկանց սրտերը։ 2005, 6, 7, 8, 10 թվականներին համացանցի մեջ երբ որ շփվում էի, ես այս համարյա մի 2020 թվականը 1 կամ 2
հոգևորական կար հայ ազգի, որը ռուս եկեղեցու հոգևորական էր։ Հիմա մի 10 քանի հատ կա արդեն հայ ազգի հոգևորական, որը հայերեն էլ է խոսում, որը Հայաստանա ծնվել, եկել է Ռուսաստան, ճեմարանա սովոր է, դառել է հոգևորական եւ այն ժամանակ վախում էին ասեն ես հայ եմ, բայց հիմա հպարտ ասում են մենք հայ ենք, սա քաղաքականությունն է եւ արդեն նույնիսկ Ռուսաստանում պատարագարվեց, կեսը հայերենով էր երկվում ռուս եկեղեցուն։ Եվ սա ինչ է ատում, այն հայը, որը գնում է Ռուսաստան, որտեղ հայ եկեղեցի չկա, տեսնում է հայը, կգնա այնտեղ։ Բայց ինչու չգնա։ Ես չեմ ասում թող չգնա, հարցը ինչն է, որ երբ որ մենք չենք անում, սրանք սա շարժվում է, շատանում են։ Դրա համար էսի խնդիր է, որ ես սա տեսնում եմ, մտածել եմ, էլի մի հոգի գնա քարոզի, սա մի հատ հրաշքի բան պետք է լինի, որը մեր ազգային աստվածային հրաշք պետք է լինի։ Շատ լավ բաներ ունենք, բայց ինչի համար եմ հենց այս հարցերը առաջ բարձրացնում, դա ատելությունից չի, որտեվ իմ սիրտն է ցավում։ Տես, ես որպես հայ, աղանդավոր, հեթանոս, Թուրքիայի մուսուլմանացած հայ, իմ միսն ու արյունն են, իմն են, բոլորը։ Ես չեմ կարող ասել, Հովանես Մկրտիչն ասում էր, կան նաև իժերի ծնունդներ։ Իմ համար իմ ազգի մեջ իժի ծնունդ չկա, բոլորն իմն են, բայց պետք է չհանձնվել։ Միթե ես ոչ մեկս, բացարձակապես ոչ մեկս հասկանում եմ, որ իմ տեսակի հարցում չպիտի հանձնվեմ ու իմ 17 դարվա փորձ ունեցող աշխարհի ամենահին եկեղեցական կառույցներից մեկը ամեն ինչ տեսած իմ եկեղեցին տեսել է ամեն ինչ համենք Օսմանյան կայսրության մսաղացի միջով անցել ու ամբողջ դուրս է եկել ամբողջական չի կարողացել իր ոսկորները այդ մսաղացի երկաթները չեն կտրել ու այսօր ինքն իր սեփական տեսակի հարցում ինչի է հանձնվել ինչի չի գնում իր հետևից Ինչ ժողովրդի հետևից Հա, սեփական հոտի հետևից էլ չի գնում քնած հովիվի պես քարնա գցում եկավ, չէ, թող գնա ոնց որ հեչ իրենը չլինի Ես հիմա ինչ հանձնվել են մեր հարցում մեր հոգևոր դասը Հա, հանձնվել են մեր հարցում չեն ուզում էլ մեր հետևից Այսօրվա դրությամբ գիտես, նայես տպավորություն կա, որ հոգևոր դասը դա առանձին մի ինչ-որ խմբա կա, ժողովուրդն էլ առանձին մի բանա, որը գալիս գնում է, էլի։ Դրա համար այս կոնֆլիկտը կա, հասկանում ես։ Քահանաներից միշտ մարդիկ բան են ըլնում։ Չեն մոտենում, բան չեն անում, չեն հարցնում, չեն շփվում իրենց հետ։ Շատ քիչերն են շփվում։ Մյուս կողմից էլ նայ նորից եմ էլի գալիս ենք հիմա մենք ինչուներ, գիտես, կարանք նստենք խորանանք, տարբեր պատճառներ բերենք, բայց սա հարց չի լուծում։ Հարց այն մարդը որ հարցը տալի ես միջնորդի կարիք չունեմ, այո, ես էլ կարիք չունեմ, բայց ես եկեղեցի գնում եմ, բայց կրթական բանի մեջ դու ուզես չուզես այդ միջնորդին դու փնտրելու ես։ Այսինքն մեկը քեզ ուղեցույց տա, մեկը սովորացնի, խրատի, դու աճես, մեծանաս, զարգանաս եւ ի վերջո դառնաս ինքնուրույն։ Մեր եկեղեցին այդ կոմովա բան, որ ինքը մարդկանց չի ստրկաստում, չնայած կան հոգևորականներ կա, որ copy-paste ռուս եկեղեցուց բաներ են վերցրել, որ մարդկանց մանիպուլյացիա անեն, այնտեղ իրանց կառավարեն ինչպես ուտես, ինչ անես, կնոջ ամուսնու հետ ինչպես պարկես, քանի անգամ անկողնում, որ անկողնում ինչ, sense բաներով մանիպուլյացիա անեն, հա։ Սա մեր եկեղեցու մեջ չկա, մեր եկեղեցին իր դիրքորոշում ունեցել է հոգևոր դասը, բայց միշտ այդ ազատության հոգին պահել է մեր եկեղեցում ունեցել է բայց հենց հիմա այդ ազատության հոգու պատճառով չէ ես մեզ խժռում են միտքս ես ուրիշ բան եմ ասում դրա համար այն մարդը որ ասում է բան չունեմ ինքը պետք չունի միջնորդ այո պետք չունես դու գնա եկեղեցի դու հիմա գնում ես խանութ բանկային հաշիվ ունես, չէ, կամ գնում ես բժիշկի, ես բժիշկի կարիք չունեմ, դու ուզես չուզես, գնում ես այդ բժիշկը պետք է քեզ թուղթ տա, շեֆը պետք է թուղթ տա, չէ, դու կախված ես որոշ բաներ։ Նույնը հոգևոր բաների մեջ, որը մկրտությունն է, խոստովանությունն է, խոստովանությունը ինչի համար է։ Հիմա կգանք դրան, այս հաղորդությունն է եւ այլն, ուզես չուզես դա մարդկանց միջոցով է ստանում։ Իսկ քո հոգևոր աճ Աստծո հետ կապը, եթե դու կոմպլեքսավորվում ես, որ ես միջնորդի պետք չունեմ, դա սխալ վիճակ է։ Դու պետք է կարողանաս գտնես այդ գիտելիքը, այդ Աստծուն ոչ թե քո մեջ գտնես, դա Աստված ամենուր չասենք ամեն ծառի պատիտակ, ամենքի մեջ չէ, Աստված կենթանի երկնքում է եւ ես իր այդ ձևի խոսամ, ոչ թե միայն եկեղեցում, բայց ես եկեղեցի գնում եմ, որպեսզի հաղորդություն ստանամ որովհետև Տերը ասեց ով որ չուտի մարմինը
կյանք չունի։ Եթե դու ասում ես իմ Աստվածը իմ մեջ է, ինձ չի թողում գնամ եկեղեցի, այստեղ Չէ, չի թողում, այլ չեմ ուզում։ Դե ուրեմն այդ Աստված քեզ չի թողում որ գնաս։ Որտեվ ոնց որ իր խաչելության ժամանակ ոնց որ կողքի ավազակը խոստովանեց փրկվեց, ես էլ եմ խոստովանում կփրկվեմ։ Չէ, բայց դրաման եմ ասում հաղորդ պատարակ անում ես, թե չէ, ես դրանով եկա, չէ։ Բայց կողքի ավազակն էլ պատարակ չէր արել ու չէր մասնակցել։ Դե այդ վաղ թելը խորհուրդը Քրիստոս այդ եկեղեցու բանը չէր հաստատվի, արի դնենք մի կողմ։ Դրա համար էլ եմ ասում, եթե այսօր այդ մեկը չի գնում հաղորդվում եկեղեցու, մկրտված է եկեղեցում, բայց ինչ-որ պատճառներով, այո, քահանաների պատճառով ասենք, հա, մարդը նեղվել է, չուզում գնա, որտեվ այդ կեղտոտ քահանանին չուզում տեսնի, ինքը իր համար գայթակղվել են որովհետեւ։ Okay։ Բայց եթե ինքը իր մեջ Աստված ունի, ուրեմն նշանակում է այդ Աստվածը իրան չի թողում որ հաղորդվի։ Այսինքն, որեթե եկեղեցի չես գնում, մեր եկեղեցու օրենքով Տաթևացին ասում, եթե մարդը մի տարի հաղորդություն չէր առնում ու մեռնում էր, իրան որպես քրիստոնյա չեն թաղել։ Ինքը չի համարվում քրիստոնյա։ Եթե դու գիտակից քեզ համարում ես քրիստոնյա ու եկեղեցում հաղորդություն չես առնում, իսկ եթե դու ասում ես քահանան պիղծ է, ես իր ձեռքից չեմ վերցնի, դու ուրեմն դու ընդունում ես, որ Քրիստոսի մարմինն էլ է պիղծ։ Հաղորդությունը ո՞նց է Քրիստոսի մարմինը։ Որ պատարակին, որ հացն բայց դա ո՞նց է Քրիստոսի մարմինը։ Չէ՞ որ դա ուղղակի հաց ու գինի է։ Դե հիմա մենք էսի ուրիշ նյութ է դու քո ռիլսերի մեջ էդի խոսես, բայց դա Տերը մեզ հաստատեց, քահանան հացը գինին վերցնում, աղոթում եւ դառնում է մարմին, հավատքի աչքով։ Դու մեր մասին շատ մեծ կարծիք ունես, ես շատ շնորհակալ եմ, որ դու մտածում ես, որ մենք ամեն ինչ գիտենք, չէ, ես էլ փորձում եմ իմ հերթին, բայց ես երբ որ հարցեր եմ տալիս, իհարկե, հաղորդվում ես։ Իհարկե։ Դե դրա համար եմ ասում, հիմա դու այդ գիտես, բայց այն մարդը, որը իրան բացատրում ենք հաղորդությունը տիրոջ հաստատած բանն է, ոչ թե Հայր Ղևոնդի կամ Տեր Կիրակոսի սովորությունն է, դա Քրիստոսի տրված բանն է։ Եթե ասում ես չես ճաշակում, չես ուտում, դու հավիտյան կյանք չես ունենա։ Այսինքն հայրսու քահանան, հոգեորականը խողովակ է։ Շլանք ընդունենք, հա։ Շլանք տեղ ես դնում։ Շնորհակալություն։ Մաքուր թե կեղտոտ, վնասված թե պինդ, իր նպատակը միջոցն է։ Նա խողովակ է, որ տալիս է խորհուրդները։ Իր անհավատ լինելը, իր մեղավոր լինելը չի ազդում։ Այ քո հավատքն է, որ ազդում է։ Ինչքանով դու կընդունես այդ սուրբ խորհուրդը։ Կարող այդ քահանան անարժան է, բայց ինքն է կատարում այդ խորհուրդը, բայց քո հավատքն է, որ ասենց ասեմ արժանացնում է քո հաղորդությունը, ոչ թե քո հավատքն է դարձնում։ Հա, արժանացնում։ Այսինքն, եթե դու չես հավատում, եթե դու նայում ես այդ քահանան, ասում ես ինքը ես իմ ով է, ուրեմն դու բան ես Քրիստոսի մարմինն ես հայոյում։ Էսի կարևոր է հասկանալ, որովհետև դու ուրեմն դու հայոյում ես այդ մեռոնը, ես իմ ով է օրհնե այդ մեռոնը, կաթողիկոսը, Իրանի այն մյուս կաթողիկոսը, բոլորը մեղավոր մարդիկ են, սուրբ չեն։ Բա ինչի մեղավոր մարդկանց քահանա կարգեց մեզ Տերը։ Շատ լավ հարց, ոսկե բերանի մոտ էր կարծեմ, ասում է ինչու Աստված հրեշտակներից չընտրեց քահանան է, քահանա գործել, ասում է թե հրեշտակներն են ամեն մարդու մի հատ սխալի վրա, ասում է սուրը կառնեին, կփրթեին, կթափեին, բայց ասում է մեղավորներին ընտրեցին, մեղավոր մարդկանցից, որ իրանք էլ ներողամիտ լինեն մարդկանց հանդեպ։ Բայց արդյոք պետք է ներողամիտ լինել։ Չէ, դե հիմա նայ օրինակ վերցնենք, չէ, երբ որ մեկը գալիս է խոստովանվելու կամ ինչ-որ խորհուրդ հարցնելու, գիտես, այն մարդը, որ իրան շատ կներեք փայտը չի համբերում, պատկերվածին է համբերում։ Ապրիս։ Ոչ թե եթե այդ մարդը իրան հոգևորական իրան զգում է սուրբ, քիչ տարել ամպոտել է, հա։ Ինքը սուրբը այդ մարդը արդեն մարդկանց վրա բանով է նայում։ Սկսում է խիստ այնտեղ պատիժներ, դու պետք է ապաշխարես, դու սենց։ Հա, ծայրահեղական մոտեցում ինչ-որ։ Հոգևոր տեսանք։ Բայց այն մարդը, որը ինքն է մեղքագործ է եւ զղջում է, ոչ թե բանա, էլի պրոֆեսիոնալ մեղավոր, այ մեղքագործ է, տկարություններ ունի, ինքը զղջում է, ու այդ մարդը գալիս է նույն տկարությամբ։ Հասկանում ես, ասում է մի դատիր, որ չդատվես, այդ բանով է եթե մոտենում, ողորմածությամբ է մոտենում։ Ինքը գիտի, որ ինքն էլ է այդ մեղք, ես ոնց կարամ իր վրա բեռ դնեմ, երբ որ ես եմ նույն մեղքի մեջ։ Բայց ես ունեմ այդ իրավունքը, իշխանությունը
իրան արձակելու, հաղորդություն տալու, օրհնելու, խրատելու ումից ունեք տիրոջից ստացածը, հա, այսինքն ես այդ ունեմ, բայց դա չի նշանակում ότι ես ստացա, ես սուրբ եմ։ Այո, քահանան պետք է լինի ավելի բարձր, որտեվ քահանայությունը ինքը 7 աստիճան բարձր է մարդուց։ Աստիճանների բանով, չէ։ Դրա համար իր մեղքը, օրինակ ես ու դու կամ նույն մեղքը գործենք, նույն մտքով, նույն բանով, դու էլ կպատժվես, հա, բայց ես 7 անգամ ավելի է իմ բանս։ Բայց չէ՞ որ այդ պատիժը մենք հիմա չենք տեսնում։ Պատիժում են մարդիկ իրենց կյանքը։ Հասկանում եմ, դրա համար ասես մի հատ նրբություն կա Սաղմոսի մեջ, ասում է մի նախանձիր չար մարդուն, չէ՞, Սաղմոս ասում է, այդ մի նախանձի դա Տերն է ասում։ Եվ գումարած այնտեղ ասում է առակած գիրք, ասում է անիրավ արդար մարդը 7 անգամ ընկնի, Աստված 7 անգամ կբարձրացնի։ Անիրավ մարդը մի անգամ անգնում։ Դրա համար այն որ նայում ենք մեկը պատժվում է, եթե մեկը պատժվում է, չէ՞, գանք պատիժներից, ամենաձախորդը Քրիստոսն էր։ Չէ՞, հրեական այն իմաստով, որտեղ հրեական տարբեր մտածելակերպով Քրիստոս մեղավոր էր, որ ինքը այդ օր հասավ։ Չէ՞ որ ասում են նրանք տենան գգակ ազատի Եղիան իրան։ Այսինքն իրանք գիտեին մեղավոր արդար մարդը չի կարա տառապի, չի կարա մոռացվի։ Դրա համար են Եղիային ասում կանչի։ Որ եթե արդար էլի սամատա խամն միշտ խառնում եմ, որ ասում Աստված խոսենք հայերեն։ Դե զաղանդավորները կմտածեն Սուրբ ոգով եք խոսում։ Այսինքն Աստված ինչու թողեցիր ինձ, էլի, չէ՞, իրանք մտածեցին, որ Եղիային է կանչում, էլի Էլին Եղիանը։ Էլիաս, անգլերեն Էլիասա լինի, ճիշտ է։ Իրանք այդ ձևի էին մտածում։ Դրա համար արհամարական էին կանգնած, նայում են, տենանք փրկիդը դու ինչ բան է, չէ։ Հետո 53-րդ գլխի մեջ է սա, որ ասում է, մենք մտածում ենք, որ իր մեղքերի համար, բայց ինքը մեր մեղքերի համար էր տառապում։ Այսինքն եթե տենց նայես, դրա համար այսօր դնելով, որ մեկը տառապում է, չարչարվում է, դա չափանիշ չի, որ ինքը պատժվում է։ Եվ եթե մեկը լավ է ապրում, դա չափանիշ չի, որ ինքը լավ վիճակի մեջ Աստծո առաջ։ Դրա համար հարցական է, եթե դու շատ բարգավաճում ես, պետք է մյուս կողմից էլ վախենաս, միգուցե դա Աստծո օրհնությունից էլ չլինի։ Շատ լավ։ Տես Հայսուր ջան, դու ասեցիր, որ բազմազբաղ են բոլորը, քահանաներն այդտեղ եւս կյանքը բազմազբաղ է դարձել նույն ձև մարդկանց համար, չէ՞, մարդիկ իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են աշխատանքի վայրում։ Մարդիկ ավելի շատ ապրում են աշխատանքի վայրում, քան տանը։ Ինչու է աշխատանքի վայրում, այսինքն սոցիումն է, չէ՞։ Եկեղեցի չի, հոգևորական չկա։ Ինչի համար են մարդիկ ավելի շատ տեղ տալիս գծնվող մարդկանց։ Ուր ուզում ես գնանք, արդար մարդը տեղ չունի։ Ազնիվ մարդը, հարգանքը պահող, սիրող, աշխատավայրում սուբորդինացիան պահող։ Ինչի համար է որ գծնվողը նույն պաշտոնյա կդառնա փոխտնօրեն, իսկ արդար ազնիվ մարդը երբեք չի դառնա։ Դե այնտեղ սղալով է գնում, թափով Դե որտեղ դες ասում ես զբաղված են, բոլորն են զբաղված։ Հիմա այսքան զբաղվածության արդյունքում մարդիկ իրենց կյանքը անցկացնում են գրասենյակներում։ Չէ, առօրյան դեղ անցնում ավելի շատ։ Ժողովրդի, դե մարդկանց չէ, քահանաները չէ, մարդկանց մասն են խոսում։ Ու այդ նույն մարդիկ ապրում են այդ կյանքում ու իրենք արդեն սկսում են իրար մեջ այդ բնավորությունը գծնվելու, որպես լավ բան տեսնել։ Գծնվելը լավ բան է, թե ոչ չի կարելի հաջողանալ 21-րդ դարում Արտուր, այսօր այն ինչ որ նույնիսկ 19-րդ, 20-րդ դարի սկզբում քրիստոնյա համար մեղքեր, այսօր կարող է աշխարհի համար առաքինություն լինի, էլի։ Այսինքն դա լինի, որ ինչ ամոթ է, էլի, դու այսօր աղջկեքին չէ, ինչ կա, դու եթե մեր կոկու հետ պետք է պարկես տղեկը вообще այնտեղ եւ այլն, դա ոնց թե ամոթ է, չէ, եթե դու տենց չես, չէ, կույս աղջկա այդ բանը, այդ ամոթ է այդ բանը այսօր, չէ։ Բանով է։ Հա, ես հասկանում եմ։ Այդ բանը նույնը տարբեր բաներում, եթե դու կարաս մի բանի հասնես, դու կարաս քցես, խափես, բան անես, չէ՞, իսկ այս քցնելը դա սուտ խոսել է, կեղծավորություն է, այս առաքյալը մարդիկ հիմա ասում են դա դիվանագիտություն է։ Չէ, Պողոս առաքյալը ասում է գողը եւ սուտ ասողը արքայություն չի մտնի։ Բայց չէ՞ որ ինքը հիմա իր կյանքը վայելում է դրա շնորհիվ։ Դրա համար եմ ասում, այսօր բան չի փոխվե աշխարհի մեջ։ Փոխվել են հագուստները, կամերա, բան եւ այլն, կյանք, բան, բայց մարդկային էությունը բանը չի փոխվել, մարդիկ նույնն են մնացել։
Այդ դրա համար կեղծավորներին, Քրիստոս դատապարտում էր կեղծավորներին, այդ կեղծավոր կերպարը, այդ ինքը չէր սիրում։ Իր կոնֆլիկտին այն ավելավ ասում են մեղավորն է, որը մեղք էր գործում, բայց իրան կեղծավոր չէր պահում։ Հա, քանթեն սուտ Փարիսեցու պես էլի։ Փարիսեցիների պես։ Դրա համար այդ բանը մարդիկ ինչու եմ ասում, այսօրվա 21-րդ դարվա կենցաղավարությունը աշխարհի այն մարդկանց, որոնք կառավարում են, փող են աշխատում դրա միջոցով, իրանց համար տենց բան է պետք, որտեվ հեշտ է վախկոտ, սողորսկող, կեղծավոր մարդկանց կառավարելը։ Հա։ Նայ բանի մեջ այսինքն կառավարելու խնդիր է վերջում։ Կառավարելա, որտեվ ինքը գիտի այդ ով որ օրինակ մեկին պաշտոն են տալի, չէ՞, օրինակ ինքը գիտի էսով այս մարդը։ Ինքը գիտի, որ իրան ինչ կասի, ինքը կանի, որտեվ ինքը իրան առևտուր է գնում։ Իսկ արդար մարդին իրան չի կարա ասի գնա այս բանը արա, չէ՞, ինքը կասի, չէ, էսի սխալ է։ Որոնք Տաթևացին ասում ամբիցիաներ ունի, տեսակետը, որ դեպքում պետք չի հնազանդվել իշխանություններին կամ մեծերին, չէ՞, ասում է երկու տարբերակ։ Ասում է մի տարբերակ, եթե քեզ ստիպում Աստծուց ուրանալ եւ ստիպում է մեղք գործել։ Ասում է կարաս լրիվ միջև մեռնելը կանգնես, բայց մնացած դեպքերում դու հնազանդ եղ, եթե քո մեղքի բան չի, քո սկզբունքների դեմ չի, դու բան արա, գործդ կկորցնես, կյանքդ կկորցնես, կանգնի միջև վերջ։ Բայց նայ Քրիստոս ինչ ասում է, Երանի սրտով մաքուրներին նրանք Աստված կտեսնեն։ Սրտով մաքուրը դա շատերը տարբեր մեկնություններ կա, հայրերը ասում են, այո, ես համաձայն եմ, բայց վերցնենք, հարցնենք այդ մարդիկ, որոնց Քրիստոս լեռան քարոզի մեջ ասում էր, այդ ովքեր էին։ Մարդիկ, որոնք ուտելու խնդիր ունեին, ընտանիքի խնդիրներ կան, երեխա Առօրյայի մեջ կենցաղային ուտելու հետևից էին գալի, որ բանա ինչա, թակավոր ունենանք, որը մեռնենք հարություն կտա, հիվանդանանք կբուժի, հա, սովածնենք գտնի մի հատ ֆոկուս կանի հաց կուտենք, հա, խնդիր չկա։ Հետևից են եկե ու ինքը ասում է սրտով մաքուր։ Սրտով մաքուր են շատ հայրերը ասում են գիրք չունեն, հա, ասենց բան էլ լրիվ բան չլինի, բայց ավելի ես բանի եմ տեսնում անկեղծ մարդն է։ Անկեղծ մարդը չնախանձող, անկեղծ, որը Աստծո առաջ է հանդեպ անկեղծ, մարդկանց հանդեպ է ու ինքը իր հանդեպ է անկեղծ։ Անկեղծ մարդն է Աստծուն տեսնում։ Դրա համար անկեղծ մարդուն չեն սիրում։ Անկեղծ ոչ թե այն բանը, որ գաս ճակատից ամեն բան ասես, այդ անկեղծությունը չէ, դիտագիտություն, հիմարություն է, այլ անկեղծությունը հենց այդ մաքուր է, դու հայլե ես դառնում կեղծավորին։ Դրա համար միշտ անկեղծ մարդուն ուզում են կեղտոտեն, որ չտեսնեն իրանց ինչ լինելը։ Դու պատճառ ես, որ իրենց այսպես կեղտոտեությունը չերև, այսինքն դու պատճառ ես, որ քո ֆոնին երևում է իրանք երևում են։ Իրանք երևում են, դրա համար իրանք ուզում են կեղտոտել, բանունը, քեզ բանան, այսինքն գործի առումով ինչ-որ բաներով քեզ կեղտոտեն։ Շատ հետաքրքիր։ Իսկ դա աշխարհի բան է, դրա համար քրիստոնյան Քրիստոս ասում է, չէ, նեղություններ պետք է ունեք, ասում է։ Եթե դու Քրիստոսի անվան համարեք, այո, այսօր քեզ չեն հալածի Քրիստոսի անվան համար, բայց քեզ կհալածեն։ Չէ, հալածում են։ Չէ, օրինակ վերցնենք Հայաստանում, չէ, օրինակ չեն հալածի, որ դու քրիստոնյա ես, խաչ ես անում։ Հələ հակառակը օֆիսներում խաչ կկախեն, Երուսաղեմից մի հատ իկոնա կտանես, ով բան, չէ, բայց կծաղրեն քո բարոյական կերպարը, քրիստոնեական համար Քրիստոս տվեց իր կյանքը։ Այսինքն քո բարոյական կերպարը կծաղրեն, արա այս չմոյականները կարտայության, դա եսի ինչա, արա դրովես, խելոքա, հարիֆա, ապուշա, բայց չէ որ ուժեղների առաքելությունն է նմաններին պահելը։ Իսկ ահա, այո, բայց դրա համար եմ իսկ քրիստոնյաները մտածում են, որ դա տկարություն է, խեղճանում են։ Գարեգին Նեժդեն լավ բան է ասում, չէ՞, ասում է սիրող մարդը ուժեղ մարդ է, ու Քրիստոսի օրինակն է բերում։ Այսինքն սիրելը դա ուժեղ բան է, կներես, սիրելու հակառակը ուժի հավաստիք է, այսինքն ուժի մասին է։ Քրիստոս հենց սիրով աշխարհը գրավեց, չէ՞։ Հա, առանց զենք վերցնելու։ Առանց զենք վերցնելու, դրա համար սիրո հատկությունը Տաթևացին ասում է, ինչպես առանց սիրո բոլոր առաքելությունները ոչինչ են, այդպես էլ առանց հպարտության բոլոր մեղքերն են ոչինչ։ Դրա համար սիրո բացակայությունը հպարտությունն է, եւ հակառակը, երբ որ սերը կա, հպարտություն չկա, մարդ չի կարա իր մասին, որովհետեւ եթե սիրում է։ Դրա համար է բանի թղթում, չէ՞, սերը չի հպարտանում, սերը չի թողնում, սերը չի ընկնում։
Սա է դրա համար մենք սիրո բանն է, երբ որ մարդը սիրո մեջ է, դրա համար քրիստոնյան, որը տես պայմանների մեջ հանգում, սա փորձություն է։ Դու որքանով ես պայմանների մեջ ինքը էլի իրան լավապահում է մարդը, բայց քծնվողի պատճառով, նման կերպարի պատճառով հայսուր ինքը խնդիրներ է ունենում։ Դրա համար գալիս ինքը մեղավոր չի, որ հայլինա, չէ, խնդիրն ինքը չի, որ դիմացինը աղտոտվածն է։ Դրա համար ստեղ գալիս ասում, սա փորձություն է։ Դրա համար եթե քրիստոնյան մոտենում է, որ գիտակցաբար մոտենում է հարցին, որ իր կյանքը, իր ամեն ինչը Տիրոջ ձեռքում է, իր ամբողջը Տիրոջ տնօրինության մեջ է, եթե ինքը եկել է այդտեղ աշխատում է ու տենց բան է կատարում, ինքը հանգիստ է տանում, որովհետև գիտի Տիրոջ տնօրինության, ինքը տեղյակ է, ինքը այդից չի բաներ, այո, դժվար է, բայց ինքը եթե ինքը տեղից Դավիթի պես բան կունենա, ինքնավստահություն կունենա։ Ինքը տեղից եթե փախնի, ինքը միշտ փախնելու է։ Բայց ինքը տեղ եթե Տիրոջմով հաղթահարի, ոչ թե սաղին պորտը տեղը դնի, բան ես եմ դուք սենց եք, չէ, այրոքը սիրով տանի, սերը հաղթող է Տիրոջ օգնությամբ, դու Տիրոջ ապավինելով այդտեղ հաղթում ես, ուրեմն պատահական չի, որ այսօր դու տեղ ես ընկե։ Եթե դու տենց գիտակցում ես, ու դու գիտակցում ես, Տերը ասում է, դուք եք լույսը եւ աղը։ Եթե դու տեղ լույս չես կարող լինես, աղ չես կարող լինել, ուրեմն դու ստեղ հարցը ոչ թե կոլեկտիվն է, դու ես որպես քրիստոնյա Տիրոջ առջև։ Ուրեմն դու քրիստոնյա չես։ Չակերտալ դեռ այդ Պողոսի ասում է Աստված պաշտության կերպարանք ունեն, բայց այդ զորությունից զրկված են։ Նայ օրինակ ես էլ եմ աշխատել եմ կոլեկտիվ բանկա, չէ, աշխատել եմ այնտեղ սա է նկատել, որ իրանք տեսնում են հավատք եկեղեցիի գնում բան է անում, իրանք սս մեծ խոշորացումով նայում են, հենց մի հատ մարդկային սխալվեի, ինձ միանգամից բարձրաձայնում են։ Էդի կուտեին, բայց երբ որ տեսնում են դու սկզբունքներ ունես, եւ դա սկզբունքներդ բան, իրանք սկսում են քեզ հարգել։ Ամենտեղ է այդպես։ Պետք է առիթ ունենաս ցույց տալու այդ։ Ոչ թե ցուցադրել, դու ապրում ես այդ ձևի։ Դրա համար քրիստոնյան ինքը այդ ինձ համար քրիստոնեությունը դա կրոն չի։ Քրիստոնեությունը դա ապրելու ձև է։ Իսկ եթե բոլորը սկսենք ապրել։ Սա իմ ապրելու ձևն է։ Բայց ինչի՞ չեք սովորեցնում, որ մենք էլ ապրենք։ Ոչ թե մենք այն մտքին ենք, որ քրիստոնեությունը կրոն է, ու քրիստոնեությունը համատում ենք բուդդիզմի հետ, իսլամի հետ եւ այլ աշխարհների հետ։ Ինձ համար ապրելու ձև է, դա ապրելա ոճ է։ Իմ ոնց անենք, որ մեզ էլ փոխանցվի այդ։ Եթե դու գալիս ես այդտեղ ժամերով զրուցում ենք, գնում ես քո ռիլսը։ Ին վրա չի ազդում։ Չէ, դու փոխանցում ես։ Չէ, նայ, տարբեր տեսահոլովակներ ես անում եմ, շփվում ենք մարդկանց հետ։ Այսօրվա դրությամբ օրինակ ես այդտեղ նստելով ինչ-որ վիդեո ես անում, կարող մի 1000 հոգի տարբեր տեղերից նայում են, օգտվում են ապտուղները տեսնում ես, լսում ես, կա չեմ ասում հազարավորներ, բայց շուտը գոնե մի քանի տասնյակ հարյուրյա պտուղները տեսնում ես։ Դե հա բոլորին չես կարող դուր գալ, բոլորի համար սիրելի չես լինի։ Դրա համար այսօր դու ինչքան էլ ինչ էլ անես, չանես, նորից եմ ասում, էլի կախում ունի մարդկանցից, էլի մարդը ինչ է ուզում։ Մարդու փափակը ինչ է, եթե մարդը ուզում է փողի հետ է, փող։ Հա, դե եթե մարդը իջի ծնունդ, դա ինչպես Հովհաննես մտածում։ Հա, այդ բան ունենա ինքը ամեն ինչ էլ կանի, ասում ես կդավաճանի, կծախի, սրբությունները կոտնակող կանի, մամային կծախի։ Ճիշտ է ասում, կարմիր կովը կաշին չի փոխում։ Միգուցե կարմիր կովա, չգիտեմ, բայց ամեն դեպքում քրիստոնյա ինչ է։ Քրիստոնյան նորից եմ ասում, քրիստոնյան ինքը պետք է, եթե հասկանում է, գիտակցում է մի միջավայրի մեջ, հա, ինքը պետք է հասկանա, որ ինքտեղ աղու լույս է։ Եթե ինքը տնայից նեղվում է, իրան հալածում են դժվար, ինքը պետք է, եթե ինքը մեջը մի նեղությունից ինքը սկսում է ջղայնանալ, նշանակում է խնդրեմ կա իր մեջ։ Բարկությունը լավ բան չի։ Ուրեմն իր մեջ կա, չէ՞, երբ որ դու ոչ մի բան չկա, դու ես նստածես խաղաղ, այդ միացած դեպք կա, մի վանական բան անում, վանքի մեջ, հա, իրան ձեռ են առնում, ծաղրում են։ Հա, ծաղրում են։ Այդպես բաներ ելնում է վանքերում։ Հա, ինձ համար էլ է միշտ զարմանալի վանքերը, ասում են փրկության տեղը, մեկ էլ տենում ես մի վանականի կաղը դնեն։ Ես այլ եմ կարդացել, որ Կոմիտասին իր կենթանության օրոք չարչարել են իր։ Չարչարել են։ Եղբայր Վարդապետը։ Հետո վերջում էլ սուրբ են դարձրել, աբսուրդ է, ինչ որ է։ Հիմա այդ վանականին բան, էս էլ միշտ բարկանում էր։ Էսի որոշումը չէ, ասում ես, բարկանալը սենց չի լինի, ավելի լավ է գնամ անապատում առանձին ապրեմ։ Ճկնի գնա ճկնի։ Հա, որ այս մարդկանցից հեռու որ չբարկանամ։
Այսպես գնում է մի քանի ամիս, տարի այնտեղ իր համար խաղա, խանգիստ ապրում է, էլի, ուրախ, զվար, 10 փառքա տալի, մի օր գնում է կուժով ջուր բերելու, աղբյուրը ջուրը հոսում է, կուժը դնում է տակը, կամ սպասում է, լսում է շուռա գալի, տնում է, շուռա գալի, ստնում հոմ ջղային ամ կոդրում։ Զորբատ կուժանում։ Դն կոդրում է, էլի, ու մեկ էլ տեղ անդրադառնում է, որ այդ խնդրեմը իմ մեջ է, էլի։ Ոչինչ որ կուժը ծուռ է, չի կանգնում։ Հա, ու ինքը իմ մեջ է, այսինքն ու ինքը վերադառնում է ու սկսում է այդ փորձությունների մեջ հղկվել։ Դրա համար Պողոս բանը Դավիթը Սաղմոսների մեջ ասում է Տեր բազուկների սովորեցրա մարտնչելու։ Սես խոսքեր կա, էլի, սոր կռվի համ, պատերազմի համար։ Պատերազմելու բան, այսինքն համեջել քրիստոնյան դու ոնց կարաս խոնարհություն սովորես նստած տեղը, սենց, միջև քեզ մեկը չգա չխոնարհեցնի։ Ասում ես ոնց կարաս սիրես, եթե մեկը չգա քեզ ատելության։ Բայց հասու, եթե տրամաբանությամբ մենք շարժվենք, ամեն ինչ մեր մեջ փնտրենք, ամեն ինչ մեր մեջ փնտրենք։ Մենք մեզ կկորցնենք։ Խաչակնքում ես։ Ասես մի հատ բան կա։ Խելք ունես, քեզ նայ, ձա, խաչ, մի ամեն։ Այսինքն բանն է, որ ոչ թե կկործանվես, Քրիստոսը լաս մարքայությունը ձեր մեջ է։ Հա, մեր մեջ է, բայց հասու, ըստ էս թեզի, եթե մենք ամեն ինչ մեր մեջ նայենք, մենք մեզ կկորցնենք ուրիշներին հաշվի չառնելու պատճառով։ Եթե մենք ամեն մարդու խնդրեմը մեր վրա վերցնենք։ Չէ, ստեղ նայ, ոչ թե ինչ որ լինում է մեղավորը ես եմ։ Չէ։ Ես այդ տանջեն, այդ հիմարությունը։ Կուժը ծուռա, փոխանակուղի լինի ծուռա, ես եմ մեղավոր որ ծուռա։ Չէ, ստեղ կուժը ծուռի հարց չի, ինքը որ ընկավ, ինքը բարկացավ, ոչ թե որ կուժը ծուռեր, այ ինքը բարկացավ, ինքը հասկացավ, որ բարկությունը իր մեջ է, ոչ թե մարդկանցից էր։ Ինքը մարդկանցից փախավ առանձին ապրի, որ չբարկանա, մեղքի մեջ չընկնի, բայց ինքը երբ որ կուժը ընկավ, ինքը դրեց կոդրեց, ինքը հասկացավ, որ խնդրեմը իր մեջ է։ Եթե ինքը բարկացած չլներ, կուժը քանը 1000 անգամ էլ ընկներ, ինքը չէր բարկանա։ Բայց այսօր չես համարում, որ բարկությունը ինքը կենթանի պահելու ազդակ ոնց որ լինի։ Ոչ թե ինքը վատ բան է, բայց եթե դու սովորես չբարկանալ, դու կթմրես, անտարբեր կդառնաս։ Բարկությունը գանք հետեւյալ բանին։ Երբ պետք է մի բան ալին, դա չի նշանակում, որ քրիստոնյան էշի պես, ապուշի պես ես մեղավոր եմ, ես անարժան, սս բան կա, էլ այդ հոգեբանություն կա, որ այսօր փորձում են մարդիկ բերել քրիստոնյա օրինակ կարկու տալնում, երկրաշարժ ալնում, վայ, մեր մեղքերի համար է, այսինքն փոխարենը քննադատեն, որ ինչ որ իշխանությունները լավ չեն կարկտի դեմ պայքարում, այդ մեղքը գցում է ժողովրդի վրա, որ դուք եք մեղավոր, որ ասես բան ա լինում։ Ու հասկանում ես, դրա համար երբ որ մի բան ա լինում, քրիստոնյան չպետք է վերագրի, վայսի մեղքերն ա, ես եմ մեղավոր։ Ինքը հակառակ երբ որ լինում է, ինքը պետք է ուրիշ ձևի մոտենա, որ սա փորձություն էր, որ Տերը թույլ ա տվեց, պետք է հաղթարեմ։ Այո, ինքը մեղավոր ա, ինքն է մեղավոր։ Ու ստեղ շատ բաներ կա, ես օրինակ sense բաներ կա, օրինակ շատ դեպքեր կա, մարդիկ կա, ասում բանի մեջ էլ կա, չէ՞, սաղմաս մանիրավ մարդու հետ մի նստի, բան մի արա, չէ՞։ Եթե գիտես sense մարդը հետը շփում մի բոլորս են, չէ՞, անիրավ, հաշտում ինչ որտեղ։ Չէ, որոշ չափով, որոնք մարդիկ կան, որոնք արժանի չեն եւ անիրավ են, որոնք եղանակ են ստեղծում, բան են անում, դու գնաս հետները նստես, իրանցից կվարակվես, ամբարտավան հպարտ մարդու հետ, էլի։ Իսկ գալով բարկությանը իրականության մեջ ոչ մեկ էլ չպետք է շփվես։ Չէ, բարկությանը գալու բարկությանը դա հոգու զորություն է, բնազդով Աստված դրել է մեր մեջ։ Մենք հոգին երամասիա է, ցանկական կամ տնկականն է, որը հղիացման, երբ որ կինը հղիանում է, առաջի շաբաթն է ձևավորվում այդ հոգու այդ մասը ցանկական հատվածը ցանկական կամ տնկական, որը ուժատալի բջիջները աճում են, որը ունեն բույսերը եւ կենդանիները։ Հետո 14-րդ օրից հետո մինչեւ 21-ը սիրտն է ձևավորվում, սկսում է ձևավորվել ցասմականը, որը ունին մարդը եւ կենդանին բույսերը չունեն։ Հա, ճիշտ է, ցասում չունեմ ես։ 40 օրը ձևավորվում է բանական մասը մարդու, որը կենդանին չունի, հրեշտակ ունի։ Դրա իսկ մարդու մարմինը 4 տարերք ունի, որը աշխարհի մեջ ամեն կա, դրա համար մարդը մի հատ աշխարհ է, տիեզերք է ինքը, ամբողջությամբ իր մեջ ամեն ինչը կա։ Դրա համար այս 3 բաները՝ ցանկականը, ցանկությունը, բանականը եւ ցասմականը Աստծուց տրված է մեր մեջ։
Բայց երբ որ մեղքը մտավ, բանականը, որ պետքա կառավարեր, այս իրեքը խախտվեց, փոխվեց, բանականը իջավ ներքև, ասում եմ մարդը կային թանուպես դարավ։ Ինքը սկսավ առաջնորդվել էմոցիաներով, էմոցիա չի ավելի բնազդներով։ Դրա համար է Քրիստոս ասում, ոչ թե մարդիկ ասում են սիրիր նոր ամուսնացի, չէ՞։ Քրիստոս օրինակ ասում է, ում որ առել ես, նրան սիրիր։ Պասի, հիմա գանք դրան։ Ցասմականն է եւ տեղել գալիս է ցանկականը։ Հիմա եթե մենք աշխատենք քրիստոնյությամբ, այդ սա բժշկվում է։ Մի օրում չի, ընթացքի մեջ process է, բուժման process է գնում։ Հիմա եթե մենք դնենք, սկսենք մեր մեջ ցանկականը սպանենք, այդ ցանկականի մեջ մտնում է, ես ցանկանում եմ բարի գործ անել, ցանկանում եմ աղոթել, ցանկանում եմ հաց ուտել, ցանկանում եմ քնել, ցանկանում եմ վատ բան անել, մեղք գործել, չէ՞։ Ցանկանում եմ ցանկանալ։ Հա։ Այո, երբ որ դա սպանենք մեր մեջ, մենք բույս ենք դառնում։ Հասկացա՞ր։ Դրա համար մենք դրամ, իսկ եթե գալիս է մյուս մնացածը ցասմականը, դրա համար Պողոս ասում է բարկանալուց մի մեղանչի։ Դրա համար սկզբից դու պետքա բարկությունը մարդկա խառնվածքը տենց է, ծնողներից է ստացե։ Այսինքն խառնվածքով տենց է։ Մամայի, պապայի սերմը խառնվում է, անդից ազդում է, մեր մեկը բանա, տակարուն է, մյուսը վրան օծ գցես ձեն չի հանի, մյուսը մի հատ զավակների տարբեր։ Չէ, ինքը տարբեր բանը խառնված քալում, չէ։ Հիմա այդ բարկական մասը ցասմական կա, ասում է բարկանալուց մի մեղանչի։ Չի ասում մի բարկացի։ Բարկանալուց մի մեղանչի, հա։ Այսինքն ես հիմա կարող բարկանամ, ես աթոռանեմ, գլխիդ խփեմ։ Չէ, օրինակ, չէ, անից եմ, հայու եմ, նեղանամ, ես ինչ գնամ սկսեմ փորել տակ, վնասներ տամ, չէ։ Դրա համար ես կարող այդ պայն բարկանամ, բայց հետո հանդարտվեմ։ Հա, դրա համար են ասում, սրտին բան չկա, որ ջղայնանում է մի նեղացի, սրտին բան չկա, այսինքն մարդը որ վնաս չի տալի։ Հա, բարկությունը չի տալի։ Այդ բարկությունը ընթացք process է, երբ որ դու սկսում ես արդեն այդ բարկությունը կառավարել, բայց բարկությունը պետք է, որ բարկանանք Տաթևացին ասում է վատ բաների վրա, մեղքի վրա։ Հա, որտեղ չար երեխա է կարող է ջղայնանալ, եթե չբարկանան կթմրենք ուրեմն։ Չէ, դրա համար քրիստոնյան ինքը պետքա կարողանա բանականով կառավարի, բանականով ոնց, իսկ բանականը պետքա գիտելիք Աստծո հետ կապը, որ ինքը հասկանա, որ դեպքում մեղք է, որ դեպքում մեղք չի։ Դրա համար էդի շատ կարևոր է գալու այդ սիրելու պարագան, չէ, ամուսնություն կամ ինչ էր ասում, դա էլ է, նայ գիտակցված պետք է։ Նայ, գալիս ենք դրախտ։ Դրախտի մեջ Աստված Ադամներ մենակ ստեղծեց, չէ, Ադամներ մեկն ասես Աստված քնցրեց, քուն բերեց, կողը վերցրեց Եվային դրեց կողքը, էսի ուրախությունից գժվավ, չէ։ Ասում վայ, էսի մարմնից բան եղավ։ Չէ, կինս։ Չէ, բարև։ Ինքը սկսեց ուրախացել էր, ինչ որ է, հիմա այնտեղ սերային բանը չկար։ Ինքը շատ ուրախ էր, որտեղ իր մասն էր, ասում եմ, մեկ ենք մենք։ Որովհետև Աստված ասել, չէ, տեսա որ Ադամ մենակ է, լավ չէ այդպես։ Ահա, հիմա երբ որ մեղքը մտավ, մեղքը ինչ արեց, Աստծուն Ադամից հեռացրեց, Ադամին Աստծուց, եւ Ադամը Եվայից ճեղք բացեց։ Դրա համար երբ որ մեղքը գործեց, Ադամը որ ինչ որ մի քանի օր առաջ, թե քանի ժամ առաջ ասում էր, «Էս իմնա, մեկ էսով է»։ Արդեն իրան զզվեց, Եվայից զզվանք առաջացավ։ Հասկացա՞ր։ Եվ Աստծուց էլ ինքը պահկվեց։ Բայց ինչի համար, որ իրեն Աստծուց է բաժանել, թե որ միայն որ Աստծուց բաժան, եթե Աստծուց մտածեր ինձ Աստծուց ես բաժան, ինքը Աստծուց կզղջար։ Այստեղ ուրիշ բան էր, որ դու ինձի քաշեցիր։ Ես կորցրեցի այն ինչ որ պետք է ունենայի, մեռնելու եմ, գլխից փորձանք է գալու։ Բայց ներկա օրերից լավ կանանց պատճառով ընդհակառակը ամեն ինչ է ստեղծում տանը։ Հիմա նայ, դրա համար առաջինով էր ստեղծվել Ադամ։ Եվան հետևակ էր, սենց ասեմ։ Դրա համար Սատանան նախ մոտենում է Եվային, ոչ թե Ադամին, որտեվ Ադամը կճամփեր։ Եվային մոտենում ասում, այ աղջի դու առաջինը ես մարդը տա, հա, արի կեր առաջինը դու լի ձեռք կլնես։ Դրա համար ինքը ուտում է ու բերում Ադամին է տալիս։ Ադամն էլ սկզբից դե կնի կսայկել է, բան ձեն չանեմ, չնեղվի, ուտում է, մեկ աշկերը բացվում է, այս Սատանան ով է։ Ինչի՞ց է բացվում աշկերը։
ինքը անհնազանդության պատուղն է։ Ինքը աշկերը sense չակերտել բացվում է, ինքը տեսնում է, իրականությունն է տեսնում, ինչ որ է, դրա համար այսօր եկեղեցին, հա, ուտեղ Աստված ինչ պետք է լիներ, Ադամը եթե զզվեր Եվայից, մոտենար եւ Աստծուց էլ փախները ամիշտ, ինչ կլներ մարդիկ կմեռնեին, մեղքը կմնար հավերժ, փրկություն չէր լինի։ Դրա համար Աստված մարդու մեջ ինչ դրեց, մի հատ sense զգացմունք դրեց, սեր, որ այդ սերը սկսեցին էլի իրար քաշել։ Հա, որ անխուսափելի լինի։ Որ իրար քաշեն, այսինքն բախեղ գեյերը ինչ անեն։ Լսի, հիմա գանք դրան, որ իրար քաշի, իսկ մարդ եւ Աստծու մեջ դրեց էլի ուժ։ Ինչն է հավատքը։ Որ Աստված փնտրի։ Բայց հավատքն ավելի ուժեղ է, ես իմ կյանքի փորձով ասեմ։ Հիմա որ սկսի Աստված փնտրել։ Բայց սատանան ստեղել խառնվավ, էլի ինչ արեց, որ այդ սերը բերեց որդեծանություն։ Չէ, բազմանալը, որտեվ եթե Ադամը մեղք չգործեր, այն ինչ որ մենք այսօր գիտենք ոնց է երեխա ծնվում, այդ ձևի չէր լինի։ Անհասնային բաներ չէր լինի։ Որտե Տաթևացին 3 ձև է բերում ծնունդի, որ կարա լինի։ Դե հա, բայց դրախտի մեջ ինքը ասում է, ոնց ասում է Աստծուն անհնարին է, ոնց կվտ, ասում է եւ Մարիամը ոնց ծնեց։ Հա, որտե բոլոր 3 ձևերը կա Աստվածաշնչում։ Հա, բայց ասում է Աստծուն համար անհնարին չէր։ Կարող է պետք էլ չլներ, որ զավակ ունենային, երկուսով կապրեին, չէ։ Բայց իմաստը ո՞րն է իրանց արարման, եթե երկուսով դի ապրեին։ Դե ես չգիտեմ, Աստծու տեղը չխոսամ, բայց ոնց չլի ինձնից շուտ ես գնալու, ճշտես կասես։ Երազից կգաս կասես։ Դրա համար նայ, ստեղ դրեց, դրա համար սատանան ստեղել է խառնում, ինքը սերը խառնում է մեղքի հետ, որ տղան տղա էլ է սիրում, աղջիկ աղջիկ, այնտեղ մեղք, հաճույք եւ այլն։ Եվ մյուս տեղում էլ խառնեց, սկսեցին կուրկ պաշտել։ Անձրև, ասում անձրև, ծառ, փոթորիկ, քար, կոկորդիլոս։ Ես իմիջ սկսեցին պաշտել։ Իրա մեջ նա այդ ֆունկցիան կա, ձգտում է, չէ՞, սերա, սիրում է։ Հիմա սիր, չէ՞, այդ տղաները, գեյը, համասարամոնները։ Իրանք սիրում են, ձգտում կա, չէ՞, հիմա որ մարդը իրոք անկեղ սիրում են, չէ՞։ Էդի գալիս է չարից դրած բանը աղավաղած մեջը։ Բայց որ նման մարդիկ այսօր փոքրիցը տենց են լինում։ Մի անգամից զգում ես, որ իրանք այլ են, որպես տղամարդ։ Ըստից էլ գալիս է Պողոս Արաքելը ասում է, որտեվ Աստծուն չպաշտեցին, Աստված բան տվեց, որ սկսեցին մեկը մեկի հետ իրար տղամարդու հետ լինել։ Այսինքն ինքը կրում է իր ծնողների։ Ինձ թվում է ընտանեկան դա գերդաստանին անեցք է։ Մեղք է, ինչ որ ընտանիքի վրա մի մեծ մեղք կա, որը արտահայտվում է եւ նաեւ դաստիարակություն։ Ես գիտեմ նաեւ մարդու, ով այդ խնդրով տանջվում է, ու ինքը գիտակցում է դա։ Իմ ճանաչած միակ մարդն է, որ գիտակցում է, ասում է, ես հասկանում եմ, որ դա սխալ է, ու իմ ամեն օրը փորձություն է, ամեն օրս։ Դե էդի կան դեպքեր, քրիստոնեական բաներ, որոնք տես մարդիկ դարձ են գալիս, փոխվում ընտանիք են կազմում եւ հաղթահարում են։ Դա անհնարին բան չկա, բայց դա աջակցում է իրանց, օգնում է, պատրաստ է իրանց օգնելու։ Ես տենց մարդիկ ինձ էլ չեն դիմել թեմայով, որ ասես բան կա, հլակա։ Իսկ կարան իրանք գնան դիմեն։ Այսինքն չէ, բնականաբար անծանոթ քահանային չեն դիմում, բայց երբ որ ճանաչում են քահանային կամ գիտեն կամ լսել են, իրանք կարող են մոտենալ կոնկրետ հոգեորականին ու բարձրաձայնեն իրանց այդ խնդիրը, որ իրանց օգնեն։ Այդ օգնության ձեռքը կա եկեղեցու մեջ։ Ես չեմ լսել, այսինքն չեմ շփվել տես թեմաներով, որ ասեմ էլի։ Իսկ եթե առդ լինի կշփվեք։ Դե չեն դիմե։ Հիմա այս առդ նստեմ ասեմ եկեք ես այդտեղ սպասում եմ, եկեք։ Ասեն դու էլ մի բան ունես, կանչում ես եկեք։ Չէ, կանչում։ Դե ձեր դեպքում դուք այսինքն ասած գոքն, Աբրահամի գոքն են հոգեորական։ Նայ, Արտուր, ստեղ գալիս ենք այն բանին, որ սիրելու բարագան, խառնվեց։ Մեկը սիրում է, եթե միայն սիրային սերն ազգա, եթե ուղեղը չի աշխատում, էլի բնազդային է, բանա կենթանական պրոցես։ Տղամարդիկ միշտ այդպես են շարժվում։ Պրոցեսը ցավոք սրտես որ հայ հասարակության մեջ տղամարդիկ ընտանիք բանա կազմում է, բայց մի երկու հատ սիրուհի ունի, դա էդի բանա էլի։ Մոլոդեց։ Կարող է 3 հատ էլ է, չգիտեմ։ Այնպես ավտոմատ ասում եմ, մոլոդեց, հարգանքի արժանի։ Այսինքն ինչ բութ հարարացնել ենք, հարգանքի արժանի բան է դա։ Դա այդ ասում եմ, այս կնոջը սիրում է, բայց ինքը տղամարդ է, պետք է ունենա։ Այսինքն դա սխալ է, դա սխալ դաստիարակություն է։ Գալիս է դաստիարակությունից, հասկանում ես, երբ որ փոքր վախտանից ցանկությունը կապ ունի դաստիարակության հետ։
դաստիարակությունը շատ կարևոր է։ Եթե հիմա մեկին դաստիարակում է սենց հայ ճանապարհը, էդի սխալ է, ինքը արդեն եթե բնազդային մեջը բաներել առաջինը, ինքը չի շեղվի։ Տալիս եմ դարի հարցը։ Այո։ Լամպուշկեն փոխում եմ, էլեկտրիկ չեմ։ Ավտոն սարքում եմ, մեխանիկ չեմ։ Մեխը մխում եմ, բայց ես շինարար չեմ։ Հենց մի անգամ գնացի, վсё, դավաճան եմ, վերջ։ Ինչի համար, բա մի անգամ բարերարություն եմ անում, խի իմ անունը որպես բարերար չի հիշվում։ Մի անգամ շեղվեցի, վերջ, ես դավաճան եմ, ոնց դարավ։ Ինչ է։ Հա, այսինքն ուզում ես մի անգամ ամեն ինչ անում ես, կնիկը ինչ ուզում է, ոչ մի բան նորմալ է, տենց էլ տիլներ, չէ, կինս էլ կապ չունի, որպես մարդ։ Կարամ բարերարություն անեմ, չէ, բայց ինձ որպես բարերար չեն հիշի։ Նույն այդ բարերարը դավաճանում է իր կնոջը, կոչենք։ Ինքը դառնում է դավաճան ցմա, մոռացվում է իր բարերարությունը։ Հետո եթե բարերարում է ցմա։ Ամենակարևոր մարդու իր կյանքում, իր կնոջ։ Մենք գիտենք բարերար կա, ես իմ մեծ բարերարը, բայց իր կյանքը չգիտես ինչ է, կարող է ամեն օր ես իմ ինչ անում, բայց մենք բոլորս վայ, ես շենքերա սարքե, եկեղեցիա սարքե, բայց ինչ գիտենք ով է։ Բայց այս իր կնոջ կարծիքը, ամենակարևոր մարդու կյանքում իր կինն է։ Կինն է։ Դրա համար այստեղ կնոջ համար դա արդեն կնոջ հոգեբանությունն է, կնոջ հոգեբանությունն է, որ կինը ծանր է տամ։ Նայ, հիմա գանք մի հատ այստեղ գանք դրան կասենք։ Եկեղեցում դրա համար ինչու են Տեր եւ հնազանդ։ Տեր դա հիշեցնում են Ադամի մեղքը, որտեվ Ադամը կնգան Տեր չկանգնեց։ Ինքը եթե տեսավ կինը սխալեց, Տերը եկավ ինքն էլ կերավ, ինքը պետք է ոչ թե ասեր Տեր այդ կնիկը որ տվեցի, ինքն էր մեղավոր, այսինքն Աստծուն մեղադրեց, ինքը Տեր պետք է կանգներ, հա, այս իմ կինս է, ինքն է սխալը, ես պատասխանատու եմ։ Այսինքն միշտ պետք է քո կնոջը Տեր կանգնես դու, ինչ էլ որ անի։ Ահա։ Տեր կանգնես, որովհետև ինքը տկար էակ է, բայց մյուս կողմից էլ կնոջն էլ ասում է հնազանդ եղի, որտեվ իր մեջ այն բանը կա լիդերության միշտ գալ պապիտ կա անելու, միշտ պապիտ կա են գլխին նստելու։ Դրա համար կինը երբ որ փորձում է այդ բանը, չէ, ինքը շատ կանայք կան ինչ են անում, ամուսնու հետևից, մեջքից, վատ բան չեն անում, տան հարցեր են լուծում, ամուսինը չի իմանա, բան չլինի, բայց երբ որ ամուսինը իմանում է, ասես միած չտալում էլի, որտեվ դու ինձի եթե գախնի բան արի, դու վաղ ուրիշ բան էլ կարաս, սկսում ես հասկաս ցեցը մտավ, սատանան այնտեղ խաղում է։ Դրա համար կինը շատ բաներ, ճաշ է սեփում, չպետք է ամեն օր գաս, այս ճաշը սենց էփեմ, թե նենց էփեմ։ Դու արդեն պետք է իմանաս ամուսինը ինչ է սիրում, ոնց է սիրում, չէ, եւ այլն։ Սիրել դու գլխին թողուտ ինչ է, կարևորն ուտելու բան կա։ Հիմա իսկ գալով մնացած բաներում լուրջ հարցերի մեջ պետքա թողի ամուսինը լուծի, բայց ամուսիններն էլ են այսօր ցավոք սրտի տկար, ինչ իմաստով, որտեվ էլի գալիս է դաստիարակությունից, տեսածից, լսածից, ինչ անում ամուսինը, կանգնում է բան ասում, այ կնիկ այդ երեխեքը քո բանն, այսինքն որ մի բան են անում երեխեքը, կանգա վրա է գցում։ Դու էլի քո վրից գցում ես։ Հենց մի քիչ շարիկները թափածալում, ասում են քերին է տոժնի։ Ապրես, այսինքն ինքը գցում է իր վրից։ Այդ պատասխանատվությունը գցում է քո երեխեն էլ է, չէ։ Քո արյունն անդեղ քերին ինչ կապ ունի։ Չէ, այսինքն ինչ քերին է մեղավոր։ Քերին է, ես իմով։ Դրա համար այստեղ հարցը ինչն է, որ այստեղ գալիս է գիտության եւ սիրո։ Սերը նես բան է, ինքը անդադ աճում է, ինքը չի հավատքը հույսը դադարելու են, բայց սերն է մնալու, չէ՞, Պողոս առաքյալը։ Հույսն է դադարելու։ Հա, բա։ Հույսը այն բանն է, երբ որ դու մի բան չես տալի, չես տեսնում, ես հույս ունեմ, որ Տերը երբ որ գա ինձ փրկելու է, բայց երբ որ եկավ փրկեց, էլ ինչ հույս ես իրան վայելում եմ արդեն։ Սերն է մնալու։ Այ չէի խորացել դրանից։ Այսինքն հույսն էլ անverջ չի, սերն է միայն անverջ։ Սերն է, ինքը սերը անդադ աճելու է։ Դրա համար հավատքի ընտանիքների մեջ, երբ որ նորմալ է սերը, սկզբից կիրքն է։ Կրկով են միանում իրար։ Միանում է, հետո կամաց, էդի սկսում է գիտակից մակարդակը հալում։ Իրար ճանաչելուց հետո։ Էլ արդեն այն կիրքը այդքան երկրորդական է խաղում։ Իրա, չեմ ասում 5 տարի հետո կարող մի 30-20 տարիքի հետ էլ է կապված, կիրքը սառում է, բան էլ անում։ Կյանքի ընթացքում ինքը մեծանում է, աճում է, ինքը բարձ բան անում այդ կիրքի առումով ինքը բանա դառնում, ասում, արդեն գիտակից է, ինքը սկսում է կնոջը սիրել կամ ամուսնու սիրել, գիտակված, այնտեղ արդեն իրար նմանել են լինում, շատ բաներ փոխվում են։ Միշտ մարդու կնիկ միշտ իրար նման են, ո՞նց ալա։ Ռուսերեն ասում են մուժիջն одна սատանա, բայց դա ես չեմ ընդունում, բայց շատ իրար հետ շնչում, ապրում, մտածում են, այս է սիրո էս բանն է։
Դրա համար այդ սերը նորից եմ ասում ինքը բաներ ունի, process է, էփվելու process է։ Ես առաջարկում այս սիրո վրա էլ Վերջացնենք։ այո, գնանք քնենք, հա։ Ինչ քնել։ Դու գն չէ, քնելը լավ բան չի, Երանի քունչ ունենայինք, Երանի Տերը այնպես աներ չքնեինք, թե չքնելը վաղը արդու կյանքի կեսը քնած է անցնում։ Ես քանի երիտասարդ եմ, փորձում եմ քիչ քնեմ։ Հետո մեկը գիտեմ, հասնելով Ջիվանի տարիքին նստած տեղը ճոճեմ։ Ես քնել նկատում եմ վաղը ես պատարագ չեմ, դու Հայաստան ես թռնում։ Հիշես ես մեզ։ Հիշալի չի, շնորհակալություն ես հետաքրիր հարցազրույց։ Բայց ես դեռ լիքը հարցեր ունեմ, այսօր։ Մենք մահկանացուներս ձեզ Հարուցյալ Քրիստոսի ներկայացնողներիդ հարցեր ունենք, որովհետև դուք չեք շփվում մեր հետ։ Դա իմ պաշտոնական մեղադրանքն է, պաշտոնապես ողջ հայ առաքելական եկեղեցուն իմ մեղադրանքն է որպես իր սան։ Դուք մեզ հետ չեք շփվում։ Արտուր ջան, ես արդեն համացանցի մեջ 2005 թվականից արդեն վարժվել եմ, որ սա թուքումուրը ես եմ ուտում։ Հարց չէ, նկատի ունեմ։ Ես ինչի համար եմ ասում, տեսեք, իմ երազանքն ա եղել, որ ես տեսնեմ կամ իմանամ, որ ուղակի ամենայն հայոց հայրապետը կամ այլ մենք հոգեորական, բայց հայրապետի մասշտաբը պատկերացնում ենք, չէ։ Ուղակի որոշել է իջնի Էջմիածինը չասեմ, դուրս գնա այդտեղից։ Գնա Գյումրի ու Գյումրու, ասենք, ինչ ասեմ, որևէ մի փողոցում պրոստը սկսի սաղի տուն մտնել։ Վեհապարը նստի, ծանոթանա, շփվի, պարբերական բնույթ դակրի։ Դուրս են եկել, մեր միջից իրենք դուրս են գալիս, որ մենք չենք ուզում։ Մենք չենք ուզում, բայց իրենք դուրս են մնացել։ Մայրաթորի պարիսները փակած, Երուսաղեմի վանքի պարիսները քաշած, Տաթևի վանքի պարիսները քաշած։ Ինչքան գնաց դու թողեք ներս մտնեմ։ Մենք էլի ուզում ենք, այդ ինքնասիրությունը մենք այդտեղ չենք գործածում։ Ուզում ենք մտնենք, ուզում ենք տեսնենք։ Դու երբ ավետարան չես կարդացել, ասում ով որ փնտրում է, գտնում է, ով որ խնդրում է, ստանում է, ով որ թաքվում է, նրան բացում է։ Հիմա դու եկար Քրիստոսի մասին է, բայց ես հովիվ է չէ կարգել։ Դու եկար թաքեցիր, նստել խոսում։ Հա, բայց չէ՞ հովիվ եք։ Ես ուրիշների համար չեմ կարող պատասխանեմ, Արտուր ջան, քեզ էլ բարի ճանապարհ։ Այ դրազը գրում եմ։ Հա, բարի ճանապարհ, այսինքն քո նաև քո այս բռած գործի համար։ Ինչ ասեմ, թող ինչ են ասում, հա, թող բաները լայքերը շատանան, հա։ Տղես ասում 3.5 տարեկան, հա, վիդեոներ է նայում, իմ լավ ընկերոջ Սեյնթովի վիդեոներն է նայում ու մի օր նոր է խոսում։ Մեկ էլ չգիտեմ ինչա, իր համար խաղում է խարիտով like and subscribe։ Լայքեք որ շատանանք։ Վարուր ինչ ես ասում, ասում հովոն է ասում, լայքեք որ շատանանք։ Բայց Աստված գիտի, հովոն տես բան ասել է թե չէ։ Ինչևից է։ Չէ, մեզ լայքեր պետք չեն, մեզ պիտանի լինել է պետք ինձ թվում է։ Պիտանի լինել, լսելի լինել։ Դե լավ, քեզի բարի ճանապարհ, եւ քո բաների մեջ էլ Աստված օրհնի, քո դիտողներին էլ թող Աստծո օրհնությունը լինի եւ իմ հետևորդներն ասեմ, որ այսի վերջում եմ դնելու, որ այսա Հարսուրփի հետևորդները նայում են, էս ու ասում են, էս ու մա բերել, էս ու այս պատանի։ Ասեմ Արտուրը մորներ անում ջրիկ։ Երուսաղեմը 2010 թվականի աշակերտներից էր, Չարաճիծի աշակերտներից էր։ Բայց աշխատասեր։ Այո, աշխատասեր։ Սաղզիբիլը կրել տարել են։ Երուսաղեմում այստեղ էփոր շինարարության մեջ էին, առաջի ակտիվներ ոնց աշխատող ծառա։ Այսինքն չգիտի որտեվ տանում էր մամիլա նախաճաշ ուտելու համով դրա համար է գալիս։ Չէ, ինչ որ է ինքը վերջը գնաց Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը ավարտեց։ Բայց այստեղի ժառանգավորած ավարտելուց հետո շեշտենք այդ։ Հա, այստեղից գնալուց ավարտելուց հետո գնաց, որտեվ Երուսաղեմից գնացողը միշտ քաշում է Երուսաղեմը ու ինքը ընտրեց այն ճանապարհը, կարծեմ բանն է, չէ։ Տուրիզմի ոլորտում, հա, տուրի զբոսավարներից, հա, հետաքրքիր զբոսավարներից, որտեղ իր խմբերը որ բերում է միշտ Աստծո խոսքով, ավետարանով եւ մեր եկեղեցու հայրերով եւ իր դրամաբանությամբ ուղեկցում է մեր ուխտավորներին։ Եթե ցանկացողներ կլինեն, միացեք Ախթամար թուրին։ Ախթամար թուր, Ամերիկայի հայերի համար։ Հա, Ախթամար թուրին եւ ասա, եփեք ծրագրում բերել, որ գաք այս տեղերն էլ կարող եք
տեսնել Առաջն Աստված, հիմա դες պատերազմը նոր վերջացավ, Արիսուկ ջան։ Հիմա մենք սպասենք նախ ռեալ իրապես այստեղ իրավիճակը հանգիստ լինի։ Ինձ թվում է մյուս ամսվանից կամ այն մյուս արդեն Դե աղթամար թուրը որտեղ է այդ, ուր դիմեն, մենք կդնենք իմ վիդեոյի տակ հասցեն կդնենք ու ինչպես կարող եք կապնել եւ Արտուրը ունի նաեւ Instagram-ի ալիք ունի, որտեղ հետաքրքիր տեսահոլովակներ է պատրաստում, հոգևոր եւ բարձ հոգեբանական հարցեր եւ աստվածաբանական նույնիսկ հարցեր քննարկում է եւ այս ինչ-որ ձայնագրում ենք նաեւ այնտեղ էլ կարող եք գտնել։ Բայց պարտադիր մեր թե հոգեորականների եւ թե եկեղեցու հայրերի առաջնորդությամբ, ոչ մի ինքնագլուխ բան։ Այո, եւ դա էլ կդնեմ, ինչպես ասած գրանցվեք Հայրեվոդին որ զանգեք Արմենը կվերցնի հեռախոսը օգտականը։ Լավ, շնորհակալություն ձեզ, այսօր այսքանը, Աստված ձեզ պահապան։ Ստերս